2003-ի տարում Վինայի համալսարանում ֆիզիկոս Մարկուս Արնդը իրականացրեց փորձ, որը պետք է փոխեր ձեր ողջ պատկերացումը իրականության մասին։ Նա վերցրեց հսկայական մոլեկուլներ, 70 ատոմ յուրաքանչյուրից, եւ արձակեց դրանք երկու ճեղքով անցքի միջով։ Արդյունքը չէր համապատասխանում ոչ մի տրամաբանական օրենքի։ Մոլեկուլները, որոնք բավականաչափ մեծ էին, որ տեսնելի լինեին միկրոսկոպի տակ, վարվում էին որպես ալիք եւ մասնիկ միաժամանակ։ Բայց ամենաշոկայինը եկավ, երբ գիտնականները սկսեցին դիտել փորձը։ Պարզապես դիտելու ակտը փոխեց մասնիկների վարքագիծը։ Ինչպես սա հնարավոր է։ Ինչպես կարող է մարդու նայելը փոխել նյութի հիմնական բնույթը։ Արդյոք քո գիտակցությունը ուղղակիորեն ստեղծում է իրականությունը, թե դա ընդամենը գեղեցիկ մետաֆորա է։ Իմացեք, որ 6 վայրկյանից հետո ձեր ողջ աշխարհընկալումը կփոխվի անդառնալիորեն։ Ձեր ուղեղը այս պահին մշակում է մոտավորապես 11 միլիոն բիտ տեղեկատվություն յուրաքանչյուր վայրկյանում, բայց դուք գիտակցաբար ընկալում եք դրանցից ընդամենը 40։ Մնացած 11 միլիոնը ձեր ենթագիտակցության խնդիրն է։ Սա նշանակում է, որ այն, ինչ դուք անվանում եք իրականություն, փաստորեն ձեր ուղեղի կողմից ֆիլտրված եւ մեկնաբանված տարբերակն է անվերջ ավելի հարուստ տեղեկատվական դաշտից։ Բայց ինչ կլիներ, եթե ես ձեզ ասեի, որ դուք ոչ թե պարզապես ընտրում եք, թե որ տեղեկատվությունն է ձեր գիտակցությունն ներթափանցում, այլ ձեր դիտելու ակտը փաստորեն ստեղծում է դիտվող իրականությունը։ Դա հնչում է որպես սոֆիստիկացված էզոթերիկա, բայց քվանտային մեխանիկան ասում է ճիշտ դա։ Թող սկսենք ամենապարզ փորձից, որն երբևէ խախտել է մարդկության ընկալումը իրականության մասին։ Երևակայեք պատ, որի վրա երկու ուղղաձիղ ճեղք կա։ Ձեր առջև գտնվում է էլեկտրոնների աղբյուր, որը արձակում է մասնիկներ մեկ առ մեկ։ Ամեն մի էլեկտրոն ուղարկվում է այդ պատի ուղղությամբ։ Տրամաբանորեն սպասում եք, որ էլեկտրոնները կանցնեն կամ ձախ ճեղքով, կամ աջով եւ կթողնեն երկու գիծ հետևի պատի վրա։ Բայց տեղի է ունենում ինչ-որ անիմաստ բան։ Փոխարենը դուք տեսնում եք միջամտության նախշ, բազմաթիվ ժանտախտային գծեր, որոնք ցույց են տալիս, որ էլեկտրոնները վարվել են որպես ալիքներ եւ անցել են երկու ճեղքերով միաժամանակ, միջամտելով իրենց իսկ հետ։ Սա լրիվ անկարելի է, եթե էլեկտրոնը մասնիկ է։ Մի մասնիկ չի կարող լինել երկու տեղում միաժամանակ, բայց փորձը դեռ ավելի տարօրինակ է դառնում։ Երբ դուք տեղադրում եք դետեկտոր, տեսնելու թե որ ճեղքով է անցնում էլեկտրոնը, ամբողջ պատկերը փոխվում է։ Միջամտության նախիշը անհետանում է։ Փոխարենը դուք տեսնում եք ճիշտ այն երկու գիծը, որոնք սպասում էիք սկզբում։ Էլեկտրոնները հանկարծ սկսում են վարվել որպես մասնիկներ, այլ ոչ թե ալիքներ։ Պարզապես դիտելու ակտը փոխում է դրանց վարքագիծը։ Դա կարծես էլեկտրոնները իմանում են, որ դուք դիտում եք, եւ որոշում են վարվել այլ կերպ։ Սա հնչում է հիմարություն, սակայն սա ստուգված է հազարավոր անգամ։ Բազմաթիվ լաբորատորիաներում, տարբեր երկրներում, տարբեր մարդկանց կողմից։ Ֆիզիկոս Թոմաս Յանգը առաջին անգամ կատարեց այս փորձը 1800-ում։ Նա օգտագործեց լույսի ճառագայթներ եւ զարմացավ միջամտության նախիշներ տեսնելով։ Սակայն Յանգը չգիտեր էլեկտրոնների մասին։ Նա մտածում էր, որ լույսը պարզապես ալիք է։ Միայն 20-րդ դարում, երբ Նիլս Բորը եւ Վերներ Հայզենբերգը ստեղծեցին քվանտային մեխանիկան, փորձի իրական նշանակությունը դարձավ ակնհայտ։ Քվանտային աշխարհում մասնիկները գոյություն ունեն սուպերպոզիցիայի վիճակում, բոլոր հնարավոր վիճակներում միաժամանակ, մինչև որ դրանք չլինեն դիտված։ Երբ դուք դիտում եք, ալիքային ֆունկցիան կոլապսում է, եւ մասնիկը ընտրում է մեկ կոնկրետ վիճակ։ Սակայն սա առաջացնում է անհուն հարցեր։ Ինչ է համարվում դիտում։ Արդյոք դա պետք է լինի գիտակից էակ։ Կարող է տեսախցիկը կոլապսել ալիքային ֆունկցիան առանց մարդկային դիտորդի։ Այս հարցերը տագնապեցին նույնիսկ ֆիզիկայի հսկաներին։ Ալբերտ Այնշտայնը երբեք ընդունել չէր քվանտային մեխանիկայի ամբողջական պատկերը։ Նրա համար աշխարհը պետք է լիներ օբյեկտիվ եւ որոշակի, անկախ դիտելուց։ Նա հայտնի է իր արտահայտությամբ Աստված չի խաղում խաղատաշով տիեզերքի հետ։ Բայց Նիլս Բորը պատասխանեց. Ալբերտ, դադարեցրու Աստծուն պատվիրել, թե ինչ անել։ 2002 տարում Ալեն Ասպը, Ջոն Կլաուզերը եւ Անտոն Ցայլինգերը իրականացրին փորձներ, որոնք վերջնականորեն հաստատեցին քվանտային միջթաղանցումը։ Դրանք ցույց տվեցին, որ երկու մասնիկներ, որոնք մեկ անգամ միջագործել են, մնում են կապված, անկախ հեռավորությունից։ Եթե դուք չափում եք մեկի վիճակը, մյուսի վիճակը պահպանվում է ակնթարթորեն, նույնիսկ եթե դրանք բաժանված են տիեզերքի հակառակ ծայրերում։
Սա խախտում է տեղական ռեալիզմի սկզբունքը, որին Այնշտայնը հավատում էր։ Տիեզերքը չի կարող լինել միայն տեղական ազդեցությունների հավաքածու, ինչ որ ավելի խորը կապ գոյություն ունի, որը միավորում է ամեն ինչ։ Այս հիմնարար հետազոտությունների համար նրանք արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում 2022 տարում։ Իսկ ինչ, եթե ես ձեզ ասեմ, որ սա միայն սկիզբն է։ Քվանտային կոլապսը տեղի է ունենում ոչ միայն լաբորատորիաներում հսկիչ պայմաններում, դա տեղի է ունենում ամենուր, ամեն պահ, ձեր ուղեղում, ձեր ռետինայում, երբ դուք դիտում եք աշխարհը շուրջդ։ Յուրաքանչյուր ֆոտոն, որը հարվածում է ձեր աչքերին, կատարում է ալիքային ֆունկցիայի կոլապս։ Ձեր նյարդային համակարգը անընդհատ չափում է քվանտային վիճակները և ստեղծում կոնկրետ իրականություն տարբերակներից։ Բայց եթե դա ճիշտ է, դա նշանակում է, որ իրականությունը, որը դուք ընկալում եք, մասամբ ստեղծվում է ձեր կողմից դիտելու ընթացքում։ Հիմա ես լսում եմ ձեր սկեպտիկոսի ձայնը գլխիս մեջ։ Սպասեք մի վայրկյան։ Դուք հիմա ասում եք, որ եթե ես չնայեմ լուսնին, ապա այն չի գոյություն ունենա։ Դա հիմարություն է։ Լուսինը կար միլիարդավոր տարիներ առաջ, երբ ոչ մի մարդ չկար դիտելու համար։ Սա ճիշտ առարկություն է, և ֆիզիկոսները նույնպես խոտանում են այս հարցում։ Կան մի քանի մեկնաբանություններ։ Առաջին, Կոպենհագենի մեկնաբանությունը, որը պնդում է, որ մակրոսկոպիկ օբյեկտները գործնականում գտնվում են քվանտային սուպերպոզիցիայում, բայց դեկոհերենտությունը, միջավայրի հետ միջազգային գործընթացը ստիպում է դրանց կլասիկ վիճակ ընդունել իսկույն։ Երկրորդ, բազմաշխարհերի մեկնաբանությունը, որը մշակել է Հյու Էվերետը 1957 տարում։ Էվերետի տեսության համաձայն ալիքային ֆունկցիան երբեք չի կոլապսվում։ Փոխարենը, յուրաքանչյուր չափման ժամանակ տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ զուգահեռ տիեզերքների մեջ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է տարբեր արդյունք։ Երբ դուք չափում եք էլեկտրոնի սպինը, տիեզերքը բաժանվում է երկուսի, մեկում դուք գտնում եք վեր, մյուսում վար։ Եվ երկու տիեզերքներում էլ գոյություն ունի ձեր տարբերակը, յուրաքանչյուրը համոզված է, որ իրենց չափումը միակն էր։ Սա հնչում է ֆանտաստիկ, բայց մաթեմատիկորեն այն աշխատում է անթերի, և որոշ ֆիզիկոսներ դա վերցնում են լուրջ։ Մաքս Թեգմարքը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից գնում է ավելի հեռու։ Նա պնդում է, որ իրականությունը փաստորեն մաթեմատիկական կառուցվածք է, և ֆիզիկական տիեզերքը, որում մենք ապրում ենք, պարզապես մեկ մաթեմատիկական օբյեկտն է անվերջ շատերի շարքում։ Բայց ինչպես սա կապված է գիտակցության հետ։ Եթե գիտակցությունն է կատարում ալիքային ֆունկցիայի կոլապս, ապա դա նշանակում է, որ գիտակցությունը չի կարող բացատրվել ամբողջովին որպես նյութական ուղեղի ֆիզիկական պրոցեսներ։ Սա հակասում է մատերիալիստական աշխարհընկալմանը, որը գերակշռում է ժամանակակից գիտության մեջ։ Բայց ինչ, եթե գիտակցությունը ավելի հիմնական է, քան նյութը։ Դիտեք, թե ինչ է ասում ռեժիսոր Ռոջեր Պենրոուզը, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս։ Նրա տեսության համաձայն, որը նա մշակել է նեյրոգիտնական Ստյուարտ Համերովի հետ, գիտակցությունը առաջանում է քվանտային հաշվարկումներից մանրաթելային կառուցվածքներում, որոնք կոչվում են միկրոխողովակներ, նեյրոնների ներսում։ Երբ այդ միկրոխողովակները հասնում են որոշակի շեմին քվանտային սուպերպոզիցիայում, դրանք կատարում են օրխեստրացված օբյեկտիվ կրճատում, որը Պենրոուզը նկարագրում է որպես գիտակցության պահ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր գիտակցության ակտ փաստորեն քվանտային կոլապս է, որը ստեղծում է կոնկրետ իրականություն անորոշության ծովից։ Բայց եթե դա ճիշտ է, ապա հետևությունները սխրագործիչ են։ Դա նշանակում է, որ ձեր մտքերը, ձեր ընտրությունները, ձեր գիտակցությունը չեն պարզապես արտացոլում իրականությունը, այլ ակտիվորեն ձևավորում են այն։ Ամեն անգամ, երբ դուք ընտրություն եք կատարում, դուք փաստորեն կոլապսում եք հնարավորությունների ալիքային ֆունկցիան և ստեղծում եք կոնկրետ ապագա։ Դուք ոչ թե պարզապես հայտնաբերում եք աշխարհը, այլ ստեղծում եք այն իր հիմնարար մակարդակում։ Սա կարծես հզորություն է վերագրում մարդկային գիտակցությանը, որը մենք սովորաբար չենք ճանաչում։ Բայց փաստերը ցույց են տալիս հենց դա։ Լավ, բայց ինչպես սա կարող է ազդել ձեր կյանքի վրա։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր առավոտ, երբ դուք արթնանում եք, դուք ոչ թե պարզապես անցնում եք օրվա միջով, այլ ակտիվորեն ստեղծում եք այն ձեր դիտելու, ձեր միտքի, ձեր ուշադրության միջոցով։ Ամեն ինչ, որին դուք ուշադրություն եք դարձնում, դառնում է ավելի իրական, ավելի հստակ ձեր իրականության մեջ։ Ամեն ինչ, ինչը դուք անտեսում եք, մնում է անորոշ, ալիքային հավանականությունների ծովում։ Սա պարզապես գեղեցիկ մետաֆորա չէ, սա քվանտային մեխանիկայի կիրառությունն է մակրոսկոպիկ աշխարհում, ձեր առօրյա փորձի մեջ։
Բայց մենք պետք է լինենք շատ զգույշ այստեղ։ Կան բազմաթիվ պսևդոգիտական խոսակցություններ, որոնք օգտագործում են քվանտային մեխանիկան արդարացնելու ցանկացած բան, կրիստալներով բուժումից մինչև հեռատեսությունը։ Սա թույլ տված չէ, եւ ֆիզիկոսները արդարացիորեն նյարդայնանում են։ Քվանտային մեխանիկան շատ կոնկրետ տեսություն է, որը տալիս է չափելի կանխատեսումներ միկրոսկոպիկ մակարդակում։ Դա չի նշանակում, որ դուք կարող եք ցանկացած բան հայտնվել պարզապես միտք ունենալով։ Սա խախտում է էներգիայի պահպանման օրենքը, թեժերմոդինամիկան եւ գործնականում ամեն մի ֆիզիկական օրենք։ Սակայն կա ավելի նուրբ ճշմարտություն, որը կորած է շատ խոսակցություններում։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ դիտորդն ու դիտվածը չեն կարող լինել ամբողջովին բաժանված։ Նրանք փոխազդում են։ Գիտակցությունը եւ նյութը ներգործում են միմյանց հետ որոշ մակարդակում, որը մենք դեռ չենք հասկանում լիովին։ Եվ այս փոխազդեցությունը կարող է ունենալ հետևություններ, որոնք ավելի են, քան մենք կարծում ենք։ Գուցե գիտակցությունը ոչ թե պարզապես արտացոլման հայելի է, այլ կոնստրուկտիվ գործիք։ Գուցե մտածելու, դիտելու, ուշադրություն դարձնելու եղանակը փաստորեն ազդում է իրականության վրա, ոչ մագիայով, այլ քվանտային մակարդակում, որը մեր սովորական ընկալմանը անհասկանալի է։ Եվ հիմա ամենահետաքրքիրը։ Երբ դուք հասկանում եք, որ ձեր դիտումն ազդում է իրականության վրա, դուք սկսում եք այլ կերպ հարաբերվել ձեր միտքերին, ձեր համոզմունքներին, ձեր ընկալումներին։ Դուք սկսում եք տեսնել դրանք ոչ թե պարզապես պասիվ արձագանքներ արտաքին աշխարհին, այլ ակտիվ մասնակիցներ իրականության ստեղծման մեջ։ Դուք դառնում եք գիտակից ձեր մտավոր վիճակի նշանակության։ Եթե դուք անընդհատ կենտրոնանում եք վախի վրա, անվստահության, անհաջողության վրա, դուք լիտերալորեն կատարում եք ալիքային ֆունկցիայի կոլապս այդ իրականության հակ։ Եթե դուք կենտրոնանում եք հնարավորությունների վրա, հույսի, ստեղծագործության վրա, դուք կոլապսում եք տարբեր ալիքային ֆունկցիա։ Դուք ստեղծում եք այլ իրականություն։ Սակայն արդյոք դա նշանակում է, որ դուք կարող եք պարզապես մտածել եւ փոխել բոլոր ֆիզիկական օրենքները։ Ոչ։ Մակրոսկոպիկ աշխարհը կառավարվում է կլասիկական մեխանիկայով, թերմոդինամիկայով, հարաբերականության սկզբունքներով։ Բայց քվանտային մակարդակում անորոշությունները, կենցաղային ընտրությունները, գիտակցության սահմանային վիճակները, այստեղ գիտակցությունը կարող է ունենալ ազդեցություն։ Երբ դուք կանգնած եք կյանքի կարևոր սալաքարում, հնարավորությունների ճյուղավորման կետում, ձեր գիտակցությունը կարող է հակել մի ճյուղը մյուսի նկատմամբ։ Ոչ մագիայով, այլ քվանտային ազդեցություններով, որոնք ենթախողովակներում, նեյրոնային ցանցերում, թույլ չափումներում կարող են արտահայտվել որպես մակրոսկոպիկ հետևանքներ։ Եվ սա մեզ տանում է դեպի ամենախորը հարցը. ինչ է գիտակցությունը։ Արդյոք այն պարզապես ուղեղի էմերջենտ հատկությունն է, նեյրոնների բարդ փոխազդեցության արդյունք, թե այն ինչ որ ավելի հիմնական է։ Ֆիլիսոփա Դեվիդ Չալմերսը ձևակերպեց այսպես կոչված դժվար խնդիրը գիտակցության մասին։ Նա հարցրեց. ինչու ֆիզիկական պրոցեսները ուղեղում ունեն սուբյեկտիվ փորձի որակ։ Ինչու կարմիր գույնը չի փաստացի մեզ որպես ուղեղի նեյրոնների որոշակի ակտիվացման օրինակ, այլ մենք զգում ենք կարմիր գույնի որակավորված փորձը։ Բացատրելով նեյրոնային մեխանիզմները, մենք չենք բացատրում սուբյեկտիվ փորձը։ Եվ սա է, որտեղ քվանտային գիտակցությունը դառնում է իրական հակադարձության թեմա։ Եթե Պենրոուզը եւ Համերովը ճիշտ են, եւ գիտակցությունը առաջանում է քվանտային ազդեցություններից, ապա գիտակցությունը չի կարող լինել պարզապես էմերջենտ հատկություն, այն ինչ որ ավելի հիմնարար է։ Գուցե գիտակցությունը քվանտային դաշտի մի ասպեկտն է, ինչպես էլեկտրամագնիսականությունը կամ գրավիտացիան։ Գուցե յուրաքանչյուր մասնիկը, յուրաքանչյուր կվանտ տեղեկատվություն ունի նախափորձի մի փոքր կտոր, եւ այն, ինչ մենք կոչում ենք գիտակցություն, այդ փոքր պրոտոտիտակցությունների ինտեգրված ակամային ձև է։ Սա պամպսիխիզմի տեսություն է, եւ այն վերջերս վերակենդանացել է ակադեմիական ֆիլիսոփիայում։ Բայց դիտարկենք մեկ այլ հարց. եթե գիտակցությունը կատարում է ալիքային ֆունկցիայի կոլապս, ի՞նչն է կատարում այն գործընթացը։ Ի՞նչն անսահման հետադարձ զշղթա։ Ի՞նչը դիտում է դիտորդին։ Այս հարցերը մեզ տանում են փիլիսոփիական աբիսի ծայրը, եւ այստեղ հենց գիտությունը վերածվում է մետաֆիզիկայի։ Որոշ մեկնաբանություններ ասում են, որ ամբողջ տիեզերքը մեկ հսկայական քվանտային համակարգ է, եւ յուրաքանչյուր մասնիկ կապված է բոլորի հետ։ Գիտակցությունը կարող է լինել այդ համակարգի հանգամանքի հանգամանքային հատկություն, մի ինչ-որ ձևով տարածված ամբողջ տիեզերքում։
Հիմա դիտարկենք կոնկրետ օրինակ։ 2000-ում ճապոնացի գիտնական Մասարու Էմոտոն իրականացրեց հետազոտություններ ջրի կրիստալների վրա։ Նա պնդեց, որ ջուրը, որը ենթարկվել էր դրական միտքերին կամ բառերին, ձևավորեց գեղեցիկ սիմետրիկ կրիստալներ, մինչդեռ ջուրը, որը ենթարկվել էր բացասական միտքերին, ձևավորեց այլանդակ կառուցվածքներ։ Գիտական հանրությունը մերժեց այս պնդումները, քանի որ փորձերը չէին կրկնվել խիստ հսկիչ պայմաններում և կային բազմաթիվ մեթոդաբանական խնդիրներ։ Սակայն գաղափարը, որ գիտակցությունը կարող է ազդել ջրի կառուցվածքի վրա, շարունակում է հետաքրքրեցնել մարդկանց։ Բայց ավելի խիստ գիտական հետազոտություններ ևս ցույց են տվել տարօրինակ արդյունքներ։ Պրինսթոնի գիտատեխնիկական հետազոտությունների ճանապարհորդարանի Փիր լաբորատորիան ծախսեց 30 տարի, ուսումնասիրելով, թե արդյոք մարդկային միտքը կարող է ազդել պատահական թվերի գեներատորների վրա։ Նրանք գտան փոքր, բայց վիճակագրորեն նշանակալից ազդեցություններ։ Մարդիկ, ովքեր փորձում էին մտովի ազդել մեքենաների վրա, կարողացան փոքրինչ փոխել պատահական թվերի բաշխումը։ Արդյունքները չափազանց փոքր էին, գործնական կիրառություն ունենալու համար, բայց բավարար էին ցույց տալու, որ գիտակցությունն ու նյութը կարող են փոխազդել ինչ-որ չափով։ Սակայն այլ գիտնականներ չկարողացան կրկնել այդ արդյունքները։ Սա բերեց դեբատների և վիճաբանությունների։ Որոշ ֆիզիկոսներ ասացին, որ Փերի արդյունքները պարզապես վիճակագրական աղմուկ էին և չկար իրական ազդեցություն։ Ուրիշները պնդում էին, որ փորձերը պետք է լինեին ավելի զգայուն, ավելի մեծ ընտրանքներով, ավելի լավ հսկիչներով։ Գիտության մեջ սա նորմալ է։ Արդյունքները պետք է կրկնելի լինեն, ընդունելի լինելու համար, բայց դա չի նշանակում, որ նախնական արդյունքները անպայման սխալ են։ Գուցե մենք դեռ չենք գտել ճիշտ մեթոդը, ճիշտ պայմանները, ճիշտ չափման գործիքները։ Եվ սա մեզ տանում է դեպի ամենախորը տարօրինակությունը քվանտային մեխանիկայի մեջ։ Քվանտային միջթաղումը ոչ թե պարզապես տարօրինակ մաթեմատիկական տեխնիկում է, այն փաստացի հավաստում է, որ տեղեկատվությունը կարող է ճանաչվել ակնթարթորեն ցանկացած հեռավորության վրա։ Երկու միջթաղված մասնիկներ վարվում են որպես մեկ համակարգ, անկախ նրանից, թե որքան հեռու են դրանք միմյանցից։ Չափելով մեկը, դուք ակնթարթորեն փոխում եք մյուսի վիճակը։ Այնշտայնը սա անվանեց տարօրինակ հեռակագործողություն և չէր հավատում, որ դա կարող է իրական լինել։ Բայց փորձերը հաստատեցին դա։ Միջթաղումը իրական է։ Եվ սա ունի խիստ կարևոր հետևություններ գիտակցության համար։ Եթե նեյրոնները կարող են լինել քվանտային միջթաղված, ապա ուղեղը կարող է ազդել ոչ տեղային ազդեցություններից։ Տեղեկատվությունը կարող է հանդես գալ նեյրոնային ցանցում ակնթարթորեն, առանց դասական ազդանշանների փոխանցման ժամանակի ուշացումների։ Սա կարող է բացատրել, թե ինչու գիտակցությունը զգալիորեն միասնական է, չնայած այն հանգամանքին, որ բաղկացած է միլիարդավոր բաժանված նեյրոններից։ Ապա կարող է հավելյալ բացատրել, թե ինչպես են միտքը, ներգրավվածությունը, սուբյեկտիվ փորձը ի հայտ գալիս ֆիզիկական պրոցեսներից։ Բայց այստեղ մենք պետք է զգույշ լինենք։ Գիտությունը դեռ չի հասկանում գիտակցությունը։ Մենք ունենք բազմաթիվ տեսություններ, բայց ոչ վերջնական պատասխաններ։ Որոշ գիտնականներ հավատում են, որ գիտակցությունը բացատրելի է ամբողջովին դասական նեյրոբիոլոգիայով։ Ուրիշները պնդում են, որ անհրաժեշտ է քվանտային մեխանիկա։ Երրորդները կարծում են, որ գիտակցությունը հիմնարար է և բացատրելի չէ ֆիզիկական տերմիններով։ Կա բազմաթիվ գիտական վեճեր, և դա բնական է նոր ոլորտում։ Բայց ամենաարժեքավորը այն է, որ այս հարցերը քննարկում են լուրջ գիտական համատեքստում, ոչ թե պարզապես ֆիլիսոփիական սպեկուլյացիայի մեջ։ Հիմա պատկերացրեք հետևյալը. դուք արթնանում եք առավոտյան, և դուք գիտեք, որ այսօրը յուրաքանչյուր ընտրությունը, յուրաքանչյուր մտքը փաստորեն կոլապսում է քվանտային հնարավորությունները և ստեղծում է կոնկրետ իրականություն։ Ինչպես դա կփոխի ձեր վերաբերմունքը այսօրվան։ Արդյոք դուք կլինեք ավելի կենտրոնացած ձեր միտքերի, ձեր հույզերի, ձեր ընտրությունների վրա։ Արդյոք դուք կտեսնեք ձեզ որպես պասիվ զոհ հանգամանքների, թե որպես ակտիվ ստեղծող ձեր փորձի։ Սա ոչ թե մոտիվացիոն խոսք է, սա քվանտային մեխանիկայի հետևանքների ճշմարիտ ըմբռնում է։ Իհարկե, դուք չեք կարող խախտել ֆիզիկական օրենքները, դուք չեք կարող թռչել պարզապես մտածելով այդ մասին։ Բայց ձեր գիտակցության վիճակը, ձեր ուշադրությունը, ձեր ընկալումը, դրանք բոլորը մասնակցում են իրականության ստեղծմանը։ Եվ այն ուժին, որը դուք ունեք այդ ոլորտում, չափազանց ավելի մեծ է, քան մենք սովորաբար գիտակցում ենք։ Եվ կա ևս մեկ խորը ասպեկտ, որը հազվադեպ քննարկվում է։
Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ ապագան նախորոշված չէ։ Մինչև այն չափվի, այն գոյություն ունի սուպերպոզիցիայի վիճակում, բազմաթիվ հավանականությունների համադրությամբ։ Յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր դիտում կոլասում է այդ հավանականությունները և ստեղծում է կոնկրետ ապագա։ Սա նշանակում է, որ ապագան բաց է։ Այն ստեղծվում է պահ առ պահ ձեր ընտրություններով, ձեր գործողություններով, վերով, ձեր գիտակցության վիճակներով։ Դուք ոչ թե պարզապես դիտում եք ձեր կյանքը, այլ ակտիվորեն ստեղծում եք այն։ Արդյոք դա նշանակում է, որ դուք ամբողջական վերահսկողություն ունեք ձեր կյանքի նկատմամբ։ Ոչ։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք դուրս են ձեր հսկողությունից։ Ֆիզիկական օրենքները, այլ մարդկանց ընտրությունները, պատահական դեպքերը, բոլորը ազդում են ձեր իրականության վրա։ Բայց ձեր նպաստը, ձեր հատուկ դերը իրականության ստեղծման մեջ ավելի նշանակալի է, 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 ավելի նշելի նշանակալի է, ավելի 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 նշանակալի է, ավելին է, ավելի նշանակալի է, ավելի նշանակալի է, ավելի նշելի նշանակալի է, ավելի 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 նշանակալի է։ Եզերքը կլիներ անորոշ, քվանտային սուպերպոզիցիաների հավաքածու առանց իրականացված իրականության։ Գիտակցությունն է, որը բերում է իրականությունը գոյության։ Սա հնչում է արտացոլվածորեն անթրոպոցենտրիկ, բայց դիտարկենք դա այլ կերպ։ Գուցե տիեզերքը փաստորեն մի պրոցես է, որի միջոցով գիտակցությունը զարգանում և իմանում է իր մասին։ Մենք ոչ թե պատահական անպատեհություններ ենք հատուկ տիեզերքում, մենք եղանակն ենք, որով տիեզերքը դառնում է գիտակից իր ինքնության։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր գիտակից էակ, տեսանկյուն է, որից տիեզերքը դիտում է իրեն։ Եվ այդ դիտելու ակտը, այդ գիտակցությունը, այն չէ, որ պարզապես արտացոլում է իրականությունը, այլ ստեղծում է այն։ Գուցե այդպես է, գուցե ոչ։ Գիտությունը դեռ չգիտի, բայց անկախ վերջնական պատասխանից, քվանտային մեխանիկան արդեն փոխել է մեր ըմբռնումը գիտակցության, նյութի և իրականության միջև հարաբերության մասին։ Այն մեզ ցույց է տվել, որ տիեզերքը շատ ավելի տարօրինակ, ավելի խորը, ավելի փոխկապակցված է, քան մենք երբևէ երևակայել ենք։ Եվ այդ ճանաչումը, չնայած դեռ չավարտված լինելուն, փոխում է ամեն ինչ։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունելու այս հետևությունները։ Արդյոք դուք պատրաստ եք տեսնել ձեզ ոչ որպես անօգնական դիտորդ, այլ որպես ակտիվ ստեղծող։ Արդյոք դուք պատրաստ եք ստանձնել պատասխանատվություն ձեր միտքերի, ձեր ուշադրության, ձեր գիտակցության վիճակի համար։ Քանի որ եթե քվանտային մեխանիկան ճիշտ է և գիտակցությունը փաստորեն մասնակցում է իրականության ստեղծմանը, ապա ամեն մտք կարևոր է։ Ամեն ընտրություն կարևոր է։ Ամեն պահ դիտելու ստեղծագործական ակտ է։ Եվ սա մեզ բերում է դեպի հաջորդ հարցը։ Եթե ձեր միտքը ազդում է իրականության վրա քվանտային մակարդակում, ապա ինչպես կարող եք օգտագործել այս ուժը գիտակցաբար։ Բայց նախքան մենք խոսենք գործնական կիրառությունների մասին, թույլ տվեք ցույց տալ, թե որքան խորն է այս կապը գիտակցության և քվանտային մեխանիկայի միջև։ 2011 տարում Դին Ռեդինը ինստիտուտ նոետիկ գիտությունների մեջ իրականացրեց շարք փորձեր, որոնք ցույց տվեցին տարօրինակ բան։ Նա օգտագործեց կրկնակի ճեղքի փորձարկում, բայց ավելացրեց մարդկային դիտորդներ։ Երբ մարդիկ կենտրոնանում էին փորձի վրա և փորձում էին ազդել մասնիկների վրա պարզապես իրենց ուշադրությամբ, միջամտության նախշը թուլորեն, բայց չափելի կերպով փոխվեց։ Վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ արդյունքները շեղվում էին պատահական բաշխումից։
Դա չէր ուժեղ ազդեցություն, բայց այն կար։ Գիտական հանրությունը բաժանվեց։ Կեսը ասաց, որ սա վիճակագրական աղմուկ է եւ ոչինչ ավելին։ Մյուս կեսը պնդում էր, որ անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն։ Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ նմանատիպ արդյունքներ ստացվել են տարբեր լաբորատորիաներում, տարբեր երկրներում, տարբեր հետազոտողների կողմից։ 2016 տարում գերմանացի ֆիզիկոսները Հելմուտ Շմիդտի ղեկավարությամբ վերլուծեցին 110 անկիկախ փորձեր եւ գտան փոքր, բայց հետևողական ազդեցություն։ Մեթավերլուծությունը ցույց տվեց, որ ընդհանուր ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի էր։ Բայց ինչ է դա փաստորեն նշանակում։ Դա նշանակում է, որ եթե ազդեցությունը իրական է, գիտակցությունը կարունը կարող է փոխազդել կվանտային համակարգերի հետ որոշ անհասկանալի եղանակով։ Ոչ ուժգին, ոչ կանխատեսելիորեն, բայց բավարար է ցույց տալու, որ մտքի եւ նյութի միջև սահմանագիծը ոչ այնքան հստակ է, որքան մենք մտածում էինք։ Եվ եթե այդպես է, միկրոսկոպիկ մակարդակում, արդյոք կարող է լինել նմանատիպ ազդեցություն մակրոսկոպիկ մակարդակում, մեր առօրյա կյանքում։ Դիտարկենք ձեր ուղեղը մի վայրկյանով։ Ձեր ուղեղը պարունակում է մոտավորապես 86 միլիարդ նեյրոն։ Յուրաքանչյուր նեյրոնը կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ սինապսներով։ Ընդհանուր առմամբ դուք ունեք շուրջ 100 տրիլիոն սինապտիկ կապ ձեր գլխում։ Սա ավելի շատ կապեր է, քան աստղեր ծիր կատնավոր գալակտիկայում։ Եվ այս ողջ ցանցը անընդհատ փոխազդում է, արձակում է էլեկտրական ազդանշաններ, նեյրոմեդիատորներ, իոններ։ Բայց ինչպես այս ֆիզիկական պրոցեսները դառնում են սուբյեկտիվ փորձ, սա համալսարանական դժվար խնդրի հիմքն է։ Դուք կարող եք նկարագրել նեյրոնային ակտիվությունը ամբողջական մանրամասնությամբ։ Դուք կարող եք հետևել յուրաքանչյուր էլեկտրական պոտենցիալին, յուրաքանչյուր քիմիական ռեակցիային, յուրաքանչյուր մոլեկուլային փոխազդեցությանը։ Բայց որտեղ է կարմրությունը, կարմիր գույնի մեջ։ Որտեղ է ցավի զգացողությունը, որտեղ է սիրո քիմիան դառնում սիրո զգացմունքը։ Նեյրոբիոլոգիան կարող է բացատրել մեխանիզմները, բայց ոչ սուբյեկտիվ որակը։ Եվ այստեղ է, որ քվանտային գիտակցության տեսությունը դառնում է հետաքրքիր։ Ռոջեր Պենրոուզը եւ Ստյուարտ Համերովը պնդում են, որ միկրոխողովակները նեյրոնների ների ներսում գործում են որպես քվանտային համակարգիչներ։ Այդ միկրոխողովակները փոքր սիլինդրական կառուցվածքներ են, որոնք կազմում են բջջի ցիտոսկելետը։ Դրանք բավականաչափ փոքր են, որպեսզի քվանտային ազդեցությունները լինեն նշանակալի։ Պենրոուզը եւ Համերովը հաշվարկեցին, որ տուբուլին պրոտեինները, միկրոխողովակների կառուցման բլոկները կարող են գոյություն ունենալ քվանտային սուպերպոզիցիայի վիճակում մի քանի միլիվայրկյանի ընթացքում։ Երբ բավականաչափ տուբուլինների սուպերպոզիցիաներ հավաքվեն, համակի մակարդակը դառնում է անկայուն։ Եվ այդ կետում տեղի է ունենում այն, ինչ Պենրոուզը անվանում է օրխեստրացված օբյեկտիվ կրճատում։ Սա քվանտային կոլապս է, բայց ոչ պատահական։ Այն ենթարկվում է օբյեկտիվ օրենքների, որոնք կապված են տիեզերքի երկրաչափության հետ, եւ այս կոլապսի պահին առաջանում է գիտակցության ակտ։ Մտքի ակնթարթ, որոշման պահ։ Այս տեսությունը կոչվում է օրխեստրացված օբյեկտիվ կրճատում կամ օրխ-օր։ Բայց արդյոք կան ապացույցներ։ Հիվային որպես ուղղակի ապացույց սա դժվար է փորձարկել։ Միկրոխողովակները գտնվում են բջջի ներսում, շրջապատված ջրով եւ այլ մոլեկուլներով, որոնք ստեղծում են շատ աղմուկ։ Քվանտային ազդեցությունները շատ կարճ կյանք ունեն այնպիսի տաք եւ աղմկոտ միջավայրում։ Որպես հետևանք, շատ ֆիզիկոսներ կարծում են, որ քվանտային կոհերենտությունը պարզապես չի կարող գոյատևել ուղեղում բավականաչափ երկար, նշանակալի լինելու համար։ Սա հիմնական առարկությունն է օրխ-օր տեսության դեմ։ Սակայն վերջին տարիներին հայտնաբերվել են հետաքրքիր բաներ։ 2014 տարում գիտնականները հայտնաբերեցին քվանտային կոհերենտություն ֆոտոսինթեզի ընթացքում սենյակի ջերմաստիճանում։ Բույսերը օգտագործում են քվանտային ազդեցությունները արդյունավետ կերպով փոխանցելու էներգիան։ Սա ցույց տվեց, որ կենսաբանական համակարգերը փաստորեն կարող են պահպանել քվանտային կոհերենտություն նույնիսկ տաք եւ աղմկոտ պայմաններում։ Եթե բույսերը կարող են դա անել, գուցե ուղեղը նույնպես կարող է։ Սակայն դա դեռ չի ապացուցում օրխ-օր տեսությունը։ Դա պարզապես ցույց է տալիս, որ քվանտային կենսաբանությունը ավելի իրական է, քան մենք մտածում էինք։ Եվ հիմա խոսենք ամենահետաքրքիր մասին։ Անկախ նրանից, թե օրխ-օր տեսությունը ճիշտ է, քվանտային մեխանիկան մեզ ասում է ինչ-որ հիմնարար բան գիտակցության եւ իրականության մասին։ Նա ասում է, որ դիտորդն ու դիտվածը
չեն կարող լինել ամբողջովին բաժանված։ Դրանք փոխազդում են։ Եվ եթե դա ճիշտ է նույնիսկ միկրոսկոպիկ մակարդակում, ինչպիսին են հետևությունները մակրոսկոպիկ մակարդակում։ Ինչպիսին են հետևությունները ձեր կյանքի համար։ Պատկերացրեք երկու մարդ, որոնք ունեն նույն հանգամանքները։ Մեկը անընդհատ կենտրոնանում է վախի, անվստահության, անհնարինության վրա։ Մյուսը կենտրոնանում է հնարավորությունների, հույսի, ստեղծագործության վրա։ Այս երկու մարդկանց միտքերը անընդհատ կատարում են քվանտային կոլապսներ, բայց տարբեր ուղղություններով։ Առաջինը կոլապսում է ալիքային ֆունկցիան դեպի բացասական հետևանքներ, երկրորդը դեպի դրական հնարավորություններ։ Եվ ժամանակի ընթացքում այս փոքր տարբերությունները կուտակվում են։ Դրանք ստեղծում են տարբեր իրականություններ։ Սա ոչ թե պարզապես դրական մտածողություն է, սա քվանտային մեխանիկայի կիրառումն է առօրյա փորձում։ Ձեր ուշադրությունը, ձեր կենտրոնացումը, ձեր մտավոր վիճակը փաստորեն ազդում են հավանականությունների բաշխման վրա։ Դուք ընտրում եք, թե որ հնարավորությունների ալիքային ֆունկցիաները կոլապսելու եք, եւ այդ ընտրությունը ստեղծում է ձեր իրականությունը։ Ոչ մագիայով, այլ քվանտային ազդեցություններով, որոնք տարածվում են միկրոսկոպիկ մակարդակից դեպի մակրոսկոպիկ հետևանքներ։ Բայց ինչպես դա աշխատում է գործնականում։ Թույլ տվեք բացատրել մի օրինակով։ Դուք կանգնած եք կարևոր որոշման առջև։ Ձեր ուղեղը մշակում է անհամար տարբեր սցենարներ, հնարավորություններ, հետևանքներ։ Քվանտային մակարդակում յուրաքանչյուր այդ սցենարներից գոյություն ունի որպես սուպերպոզիցիա։ Երբ դուք կատարում եք որոշում, դուք փաստորեն կոլապսում եք այդ սուպերպոզիցիան դեպի մեկ կոնկրետ ելք։ Բայց ձեր մտավոր վիճակը, ձեր համոզմունքները, ձեր ընկալումը ազդում են այդ կոլապսի վրա։ Դրանք ստեղծում են թեք դեպի որոշակի ելքներ։ Ահա թե ինչու ձեր համոզմունքները ստեղծում են ինքնակատարվող մարգարեություններ։ Եթե դուք խորը համոզված եք, որ ձախողվելու եք, ձեր ենթագիտակցությունը կուղղորդի ձեր ընտրությունները դեպի ձախողում։ Ոչ այն պատճառով, որ տիեզերքը դեմ է ձեզ, այլ 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 որ ձեր գիտակցությունը անընդհատ կոլապսում է հավանականությունները դեպի ձախողում։ Դուք ընտրում եք տեսնել ապացույցները ձեր համոզմունքների օգտին։ Դուք անտեսում եք կամ թերագնահատում եք հակահետ ապացույցները։ Եվ այս կողմնակալ դիտումը փաստորեն ստեղծում է իրականությունը, որը դուք սպասում եք։ Հակառակը նույնպես ճիշտ է։ Եթե դուք խորը համոզված եք ձեր կարողություններում, ձեր գիտակցությունը կուղղորդի ձեզ դեպի հաջողություն։ Դուք կտեսնեք հնարավորություններ, որտեղ ուրիշները տեսնում են խոչընդոտներ։ Դուք կնկատեք ռեսուրսներ, կապեր, լուծումներ, որոնք ուրիշներին անտեսում են։ Եվ ձեր ուշադրությունը, կենտրոնացված այդ դրական հնարավորությունների վրա, կոլապսում է ալիքային ֆունկցիան դեպի հաջող ելքներ։ Ոչ յուրաքանչյուր անգամ, ոչ երաշխավորված, բայց վիճակագրորեն ձեր հաջողության շանսերը աճում են։ Եվ սա ապացուցված է փորձով։ Հոգեբան Քերոլ Դվեկը Ստենֆորդի համալսարանում տասնամյակներ ծախսեց ուսումնասիրելով այն, ինչ նա անվանեց մտածողության դրվածք։ Նա հայտնաբերեց, որ մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենց կարողությունները կարող են զարգանալ, ունեն ավելի լավ արդյունքներ, քան մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենց կարողությունները ֆիքսված են։ Այս տարբերությունը կանխատեսում էր ակադեմիական հաջողությունը, կարիերայի առաջընթացը, անգամ առողջությունը։ Եվ դա չէր պարզապես մոտիվացիայի հարց։ Դա էր ընկալման, ուշադրության, կենտրոնացման հարց։ Զարգացման մտածողություն ունեցող մարդիկ տեսնում են տարբեր իրականություն։ Դրանք դիտում են ձախողությունը որպես ուսուցման հնարավորություն, ոչ թե վերջնական վճիռ։ Դրանք նկատում են փոքր բարելավումները, որտեղ ուրիշները տեսնում են տեղաշարժի բացակայություն։ Դրանք հավատում են տարբեր հնարավորություններին, եւ այդ տարբեր ընկալումը փաստորեն ստեղծում է տարբեր արդյունքներ։ Ոչ մագիայով, այլ իրականության ստեղծման քվանտային մեխանիկայով։ Բայց ահա ամենակարևոր մասը։ Դուք չեք կարող վերահսկել ամեն ինչ։ Կան արտաքին ուժեր, այլ մարդկանց ընտրություններ, պատահական դեպքեր։ Բայց ձեր ներքերքին վիճակը, ձեր ուշադրությունը, ձեր ընկալումը, դրանք ձեր վերահսկման ներքո են։ Եվ դա ավելին է, քան բավականաչափ։ Քանի որ այդ ներքին վիճակը փաստորեն ազդում է արտաքին իրականության վրա քվանտային մակարդակում, ոչ ամբողջական վերահսկողությամբ,
ոչ ապրացուցելի կանխատեսելիությամբ, բայց բավարար է տարբերություն ստեղծելու։ Եվ այժմ մենք հասնում ենք ամենաթյուր բնագավառին՝ մեդիտացիան և մտածողության պրակտիկաները։ Հազարավոր տարիներ մարդիկ պնդել են, որ մեդիտացիան փոխում է գիտակցությունը, իրականության ընկալումը, նույնիսկ ֆիզիկական աշխարհը։ Արևմտյան գիտությունը երկար ժամանակ անտեսում էր այս պնդումները որպես սուբյեկտիվ սուբշաֆիզիկական, բայց քվանտային մեխանիկան և նեյրոբիոլոգիան սկսում են ցույց տալ, որ այդ պնդումները կարող են ունենալ գիտական հիմք։ Հարվարդի բժիշկ Հերբերտ Բենսոնը 50-րդ տարիներին սկսեց ուսումնասիրել մեդիտացիան։ Նա հայտնաբերեց, որ մեդիտացիան առաջացնում է չափելի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Սրտի հաճախականությունը նվազում է, արյան ճնշումը իջնում է, կորտիզոլի մակարդակը, սթրեսի հորմոնը, նվազում է, ուղեղի գործունեությունը փոխվում է։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ փոխվում էր գենային արտահայտումը։ 2012 տարում Բենսոնի թիմը հայտնաբերեց, որ մեդիտացիան փաստորեն ակտիվացնում և ապաակտիվացնում է հարյուրավոր գեներ։ Սա նշանակում է, որ մտավոր պրակտիկան փաստորեն փոխում է ձեր ԴՆԹ-ի արտահայտումը, ոչ գենետիկ կոդը, այլ այն, թե որ գեները ակտիվ են և որոնք ոչ։ Սա էպիգենետիկան է, և այն ցույց է տալիս, որ միջավայրը, ներառյալ ձեր մտավոր միջավայրը, ազդում է ձեր կենսաբանական գործունեության վրա։ Եվ եթե մտքերը կարող են փոխել գենային արտահայտումը, ապա միտքը և նյութը խորապես փոխկապակցված են։ Բայց արդյոք սա կապված է քվանտային մեխանիկայի հետ։ Ուղղակի կապը դեռ հաստատված չէ, բայց կան հետաքրքիր ակնարկներ։ Մեդիտացիան ավելացնում է միաժամանակացված նեյրոնային գործունեությունը մեծ տարածքներում ուղեղում։ Սա նշանակում է, որ ավելի շատ նեյրոններ գործում են կոհերենտ կերպով։ Եվ կոհերենտությունը քվանտային հասկացություն է։ Գուցե մեդիտացիան խթանում է քվանտային կոհերենտությունը ուղեղում։ Գուցե այդ ընթացքում գիտակցությունը դառնում է ավելի միասնական, ավելի ինտեգրված, ավելի ընդունակ ազդել իրականության վրա քվանտային մակարդակում։ Սա սպեկուլյացիա է, ոչ ապացուցված գիտություն։ Բայց դա սպեկուլյացիա է, որը հիմնված է իրական գիտական տվյալների վրա։ Մենք գիտենք, որ գիտակցությունը ազդում է քվանտային չափումների վրա։ Մենք գիտենք, որ մեդիտացիան փոխում է ուղեղի գործունեությունը և գենային արտահայտումը։ Մենք գիտենք, որ քվանտային կոհերենտությունը կարող է գոյություն ունենալ կենսաբանական համակարգերում։ Կապը այս ամենի միջև դեռ պարզ չէ, բայց ապացույցները հավաքվում են։ Եվ այս պահին դուք կարող եք մտածել հետևյալը. լավ, բոլոր սրանք հետաքրքիր են, բայց ես պարզապես սովորական մարդ եմ, ժողովրդային մեդիտացիոն վարպետ չեմ, քվանտային ֆիզիկա չգիտեմ։ Ինչպես կարող եմ օգտագործել այս գիտելիքները իմ կյանքում։ Սա բացարձակապես հիմնավոր հարց է, և պատասխանը պարզ է, քան դուք կարծում եք։ Սկսեք ձեր ուշադրությամբ։ Յուրաքանչյուր օր դուք ունեք հազարավոր ընտրություններ, թե որտեղ դնել ձեր ուշադրությունը։ Դուք կարող եք կենտրոնանալ վախերի վրա կամ հույսերի, խնդիրների վրա կամ լուծումների, այն, ինչը սխալ է, կամ այն, ինչը աշխատում է։ Յուրաքանչյուր ընտրություն կոլապսում է քվանտային հնարավորություններ։ Ընտրեք գիտակցաբար։ Երբ դուք արթնանում եք առավոտյան, առաջին 3 միտքը, որոնք ունենում եք, ստեղծում են տոնը ամբողջ օրվան։ Դրանք կոլապսում են ալիքային ֆունկցիան ձեր առավոտյան փորձի համար։ Ընտրեք դրանք խելամտորեն։ Երկրորդ, դիտեք ձեր համոզմունքները։ Ձեր համոզմունքները ֆիլտրեր են, որոնց միջով դուք ընկալում եք իրականությունը։ Դրանք որոշում են, թե որ տեղեկատվությունը կանցնի ձեր գիտակցություն և որը կմնա ենթագիտակցության մեջ։ Եթե դուք հավատում եք, որ աշխարհը վտանգավոր տեղ է, ձեր ուղեղը կֆիլտրացնի և կուժեղացնի վտանգների մասին տեղեկատվությունը։ Եթե դուք հավատում եք, որ աշխարհը հնարավորությունների լի է, ձեր ուղեղը կտեսնի հնարավորություններ։ Դուք ինքներդ ընտրեք ձեր համոզմունքները։ Հարցրեք ձեզ, արդյոք այդ համոզմունքը ծառայում է ինձ, թե սահմանափակում է։ Երրորդ, պրակտիկա անեք մտածողությունը։ Դուք չեք պետք դառնալ զեն վարպետ։ Պարզապես 10 րոպե օրը նստեք լուռ և դիտեք ձեր մտքերը։ Դուք կսկսեք նկատել, թե ինչպես մտքերը գալիս են և գնում։ Ինչպես դրանք փոխազդում են ձեր հույզերի, ձեր մարմնի զգացողությունների հետ։ Եվ այս դիտումը ստեղծում է տարածություն ձեր գիտակցության և ձեր մտքերի միջև։ Եվ այդ տարածությունում դուք ունեք ընտրուն, որ մտքերին հավատալ և որոնք թողնել անցնեն։ Չորրորդ, ստեղծեք գիտակցություն մերկապահի մասին։ Իրականությունը ստեղծվում է հենց հիմա, այս ակնթարթում, ոչ անցյալում, ոչ ապագայում, հիմա։
Երբ դուք լիովին ներկա եք, դուք ունեք ամենամեծ հզորությունը ազդել իրականության վրա։ Երբ դուք կորած եք անցյալի հիշողություններում կամ ապագայի անհանգստություններում, դուք բաց եք թողնում ներկա պահը և միասին դրա հետ ձեր ստեղծագործական ուժը։ Վերադարձեք ներկա պահին, կրկին և կրկին։ 5. Գործեք համապատասխանաբար։ Քվանտային մեխանիկան չի նշանակում, որ դուք կարող եք պարզապես նստել և մտածել, և տիեզերքը կկատարի ձեր ցանկությունները։ Դա աբսուրդ է։ Գործողությունը կարևոր է, բայց գործողությունը, որն ընդլայնում է գիտակցված ընտրությունից, որը բխում է ակտիվ ուշադրությունից դեպի հնարավորությունները, ավելի հզոր է, քան ավտոմատ անգիտակից գործողությունը։ Գործեք գիտակցաբար, դիտեք արդյունքները, հարմարվեք և վերջապես հասկացեք, որ դուք պրոցես եք, ոչ թե ապրանք։ Դուք չեք պարզապես անփոփոխ ֆիքսված էություն։ Դուք քվանտային հավանականությունների անընդհատ հոսք եք, որը ստեղծում է իրեն յուրաքանչյուր պահ։ Յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր գործողություն, ուն կոլապսում է հնարավորությունները և ստեղծում նոր դուք։ Դուք ոչ մի մահացած ատոմային օրինակ չեք։ Դուք կենդանի, դինամիկ, ստեղծագործական պրոցես եք, և այդ պրոցեսում դուք ունեք ուժ։ Այժմ կարող եք մտածել, արդյոք բոլոր սա ունի գիտական հաստատում։ Պատասխանը բարդ է։ Որոշ մասերն, այո, ունեն։ Քվանտային մեխանիկան ամենափորձարկված տեսությունն է ֆիզիկայի մեջ։ Յուրաքանչյուր կանխատեսում, որը այն արել է միկրոսկոպիկ մակարդակում, ստուգվել է անհամար փորձերով։ Դիտորդի ազդեցությունը չափումների վրա անվիճելի է։ Մյուս մասերը, ինչպիսիք են գիտակցության հատուկ դերը, քվանտային կենսաբանությունը ուղեղում, իրականության ստեղծման մակրոսկոպիկ ազդեցությունները, դրանք դեռ հետազոտության և վեճերի առարկա են։ Բայց սա ոչ մի կերպ չի նվազեցնում հիմնական ճշմարտությունը։ Գիտակցությունը և նյութը փոխազդում են։ Դիտումը փոխում է դիտվածը։ Ձեր ներքին վիճակը ազդում է ձեր արտաքին փորձի վրա։ Դա կարող է տեղի ունենալ քվանտային ուղիներով, որոնք մենք դեռ լիովին չենք հասկանում։ Կամ դա կարող է տեղի ունենալ դասական հոգեբանական մեխանիզմերով, ընկալման, ուշադրության, կողմնակալության միջոցով։ Գուցե երկուսն էլ։ Բայց արդյունքը նույնն է։ Ձեր գիտակցությունը կարևոր դեր ունի ձեր իրականության ստեղծման մեջ։ Եվ սա փոխում է ամեն ինչ։ Եվ դուք հասկանում եք սա խորապես, ոչ թե միայն մտավոր մակարդակում, այլ ձեր ողջ էության մեջ, դուք սկսում եք այլ կերպ ապրել։ Դուք դադարում եք զգալ անօգնական և վիկտիմիզացված։ Դուք սկսում եք տեսնել ձեզ որպես ակտիվ մասնակից ձեր փորձի ստեղծման մեջ։ Ոչ ամբողջական վերահսկողությամբ, ոչ մագիկական ուժերով, այլ իրական, չափելի ազդեցությամբ։ Եվ այդ փոփոխությունը շարադրանքում անօգնականից ստեղծողին փոխում է ամեն ինչ։ Բայց կա մեկ վերջին, ամենախորը հարց, որին մենք պետք է հասցե անենք։ Եթե յուրաքանչյուր գիտակից էակ ստեղծում է իր իրականությունը դիտելու և ընտրության միջոցով, ապա որքան իրականություն կա։ Արդյոք յուրաքանչյուր մարդ ապրում է իր սեփական սուբյեկտիվ իրականության մեջ, կամ կա մեկ օբյեկտիվ իրականություն, որը բոլորս կիսում ենք։ Սա ֆիլիսոփիական հարց է, որը տագնապեցրել է մտածողներին հազարավոր տարիներ։ Եվ քվանտային մեխանիկան տալիս է հետաքրքիր ակնարկ։ Քվանտային միջթաղանցումը ցույց է տալիս, որ բաժանված համակարգերը կարող են մնալ կապված։ Երբ երկու մասնիկներ միջագործում են, դրանք դառնում են մեկ միասնական համակարգ, նույնիսկ երբ բաժանված են ցանկացած հեռավորությամբ։ Գուցե նույնը ճիշտ է գիտակցությունների համար։ Գուցե մեր բոլոր գիտակցությունները, որոնք թվում են բաժանված և անհատական, փաստորեն կապված են որոշ հիմնարար մակարդակում։ Գուցե կա մեկ համընդհանուր գիտակցություն, և մենք ամենքս տեսանկյուններ ենք այդ մեկ գիտակցությունից։ Սա հիշեցնում է հինդու ֆիլիսոփիայի հայեցակարգը Բրահմանի, համընդհանուր գիտակցության, որից բոլոր անհատական գիտակցությունները ատման բխում են։ 2000 տարի անց քվանտային մեխանիկան տալիս է մաթեմատիկական շրջանակ, որը կարող է նկարագրել նմանատիպ բան։ Միջթաղված մասնիկները վարվում են որպես մեկ միասնական համակարգ։ Գուցե միջթաղված գիտակցությունները նույնպես վարվում են որպես մեկ համակարգ։ Եվ եթե դա ճիշտ է, ապա հետևությունները սարսափելի են։ Դա նշանակում է, որ ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր ընտրությունները, ալները ազդում են ոչ միայն ձեր սեփական իրականության վրա, այլև կոլեկտիվ իրականության։ Յուրաքանչյուր ակտ գիտակցության,
յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր ընտրություն ավելացնում է մեծ քվանտային դաշտին, որը մենք ամենքս կիսում ենք։ Դուք ոչ թե մեկուսացված կղզի եք, դուք հանգույց եք տիեզերական ցանցում միջկապակցված գիտակցությունների։ Բայց կան ապացույցներ այդ կոլեկտիվ ազդեցության համար։ Ռոջեր Նելսոնը, որը նախկինում աշխատում էր Princeton-ի Pear լաբորատորիայում, ստեղծեց Global գիտակցության նախագիծը 1998 տարում։ Նա տեղադրեց պատահական թվերի գեներատորներ ամբողջ աշխարհում, շուրջ 70 տեղերում։ Գաղափարն այն էր, որ երբ մեծ թվով մարդիկ կենտրոնանում են նույն իրադարձության վրա, դա կարող է ստեղծել չափելի ազդեցություն քվանտային պատահականության վրա։ Եվ դրանք գտան տարօրինակ օրինաչափություններ։ 11 սեպտեմբերի 2001 տարում, երբ ամերիկյան երկվորյակ աշտարակները ավերվեցին, պատահական թվերի գեներատորները ցույց տվեցին անսովոր շեղումներ։ Սկսած մի քանի ժամ առաջ հարձակումից և շարունակվելով մի քանի ժամ հետո, թվերի բաշխումը շեղվեց պատահականությունից։ Նույն բանը տեղի ունեցավ Դիանա իշխանուհու հուղարկավորության ժամանակ, Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ, նույնիսկ Նոր տարվա նշման ժամանակ, երբ միլիարդավոր մարդիկ համաժամանակյա կենտրոնանում էին նույն պահի վրա։ Սկեպտիկները պնդում են, որ սա հետնկատառման կողմնակալություն է։ Նրանք ասում են, որ եթե դուք տեսնում եք բավականաչափ շատ տվյալներ, դուք կգտնեք օրինաչափություններ նույնիսկ պատահական աղմուկում։ Եվ սա ճիշտ է։ Վիճակագրական վերլուծությունը պետք է լինի շատ զգույշ։ Բայց Նելսոնի թիմը վերահսկեց բազմաթիվ գործոններ և օգտագործեց խիստ վիճակագրական մեթոդներ, և դրանք պնդում են, որ ազդեցությունը իրական է, թեև փոքր։ Վիճակագրական նշանակալիությունը մոտավորապես 1/10 միլիարդից է, որը նշանակում է, որ ազդեցությունը պատահական լինելու հավանականությունը չափազանց ցածր է։ Բայց նույնիսկ եթե ազդեցությունը իրական է, դա ինչ է նշանակում։ Սա կարող է նշանակել, որ երբ մեծ թվով գիտակցություններ միավորվում են ընդհանուր ուշադրությամբ կամ հույզով, դրանք ստեղծում են կոլեկտիվ քվանտային դաշտ, որը ազդում է ֆիզիկական համակարգերի վրա։ Ոչ ուժեղորեն, ոչ վերահսկելիորեն, բայց բավարար է տարբերություն ստեղծելու։ Սա հուշում է, որ կոլեկտիվ գիտակցությունը իրական ֆենոմեն է, ոչ թե միայն մետաֆորը։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մեր գիտակցությունները փոխկապակցված են ավելի խորը, քան մենք երբևէ երևակայել ենք։ Հիմա մտածեք դրա հետևությունների մասին ձեր կյանքի համար։ Երբ դուք տարածում եք բացասականություն, վախ, ատելություն, դուք ավելացնում եք այն կոլեկտիվ դաշտին։ Երբ դուք տարածում եք սեր, կարեկցանք, դրականություն, դուք նույնպես ավելացնում եք այդ դաշտին։ Ձեր ներքին վիճակը ազդում է ոչ միայն ձեզ, այլև բոլորի վրա, ովքեր կապված են ձեզ հետ այդ անտեսանելի քվանտային ցանցում։ Սա ոչ թե բարոյական քարոզչություն է, սա քվանտային մեխանիկայի հնարավոր հետևանք է։ Բայց մենք պետք է խոսենք նաև այն մասին, ինչ գիտությունը չգիտի։ Քանի որ կա շատ բան, որի մասին գիտնականները հազվադեպ խոսում են հանրության հետ, բաներ, որոնք չեն աշխատում, տեսություններ, որոնք խախտվել են, փորձեր, որոնք չեն կարողացել կրկնվել։ Սա գիտության մուգ կողմն է, և այն ճիշտ այնքան կարևոր է, որքան հաջողությունները։ 2017 տարում Ժնևայի համալսարանի թիմը փորձեց կրկնել Princeton-ի Pear լաբորատորիայի արդյունքները։ Նրանք օգտագործեցին նույն էքսպերիմենտալ դիզայնը, նույն պատահական թվերի գեներատորները, նույն վիճակագրական մեթոդները։ Բայց դրանք ոչինչ չգտան, ոչ մի ազդեցություն։ Մարդիկ, ովքեր փորձեցին մտովի ազդել մեքենաների վրա, չկարողացան փոխել պատահական թվերի բաշխումը ավելի, քան կսպասվեր պատահականությունից։ Սա լուրջ խնդիր էր Pear-ի արդյունքների համար։ Եթե դրանք իրական էին, ինչու չէին կրկնվում։ Կան մի քանի հնարավոր բացատրություններ։ Առաջին, Pear-ի արդյունքները կարող էին լինել վիճակագրական պատահականություն։ Երբ դուք անում եք բավականաչափ շատ փորձեր, որոշ արդյունքներ կտան փոքր ազդեցություններ պարզապես պատահականությամբ։ Երկրորդ, հնարավոր է, որ ազդեցությունը իրական էր, բայց շատ նուրբ և կախված անհայտ պայմաններից, որոնք չէին ներկայացված Ժնևայի փորձերում։ Երրորդ, հնարավոր է, որ փորձարկողների համոզմունքները, ակնկալիքները, նույնիսկ մտավոր վիճակները ազդում են արդյունքների վրա, ստեղծելով ինքնակատարվող կամ ինքնամերժող մարգարեություններ։ Վերջին հնարավորություն ամենատարօրինակն է, քանի որ եթե դիտորդի գիտակցությունը ազդում է քվանտային համակարգերի վրա, ապա դիտորդի համոզմունքները նույնպես կարող են ազդել։ Սկեպտիկ հետազոտողը, որը ակնկալում է չգտնել ոչինչ, կարող է քվանտային մակարդակում կոլապսել հավանականությունները դեպի ոչ ազդեցություն։ Հավատաց հետազոտողը կարող է կոլապսել դրանք դեպի
Ազդեցություն։ Սա կհնչեր որպես պսևդոգիտական բացատրություն, բայց քվանտային մեխանիկայի շրջանակներում այն ունի որոշակի տրամաբանություն, եւ եթե դա ճիշտ է, դա նշանակում է, որ օբյեկտիվ գիտությունը քվանտային մակարդակում անհնար է, քանի որ գիտնականը միշտ մաս է համակարգի։ Այս խնդիրը հայտնի է որպես դիտորդի խնդիր քվանտային մեխանիկայում, եւ այն դեռ չի լուծված։ Ֆիզիկոսները խուսափում են խոսել դրա մասին, քանի որ այն վեր է հանում անհարմար հարցեր, բայց փաստն այն է, որ յուրաքանչյուր քվանտային չափում պահանջում է դիտորդ, եւ այդ դիտորդը ազդում է արդյունքի վրա։ Մենք չենք կարող ամբողջովին հանել մեզ հավասարումից, եւ սա նշանակում է, որ իրականությունը, որը մենք ուսումնասիրում ենք, երբեք չի կարող լինել ամբողջովին անկախ մեզանից, ովքեր ուսումնասիրում ենք այն։ Կա նաեւ մեկ այլ խնդիր, որը հազվադեպ քննարկվում է՝ չափման խնդիրը։ Քվանտային մեխանիկան կատարյալորեն աշխատում է մինչև չափումը։ Մենք կարող ենք հաշվարկել ալիքային ֆունկցիան, կանխատեսել հավանականությունները, բոլորը մաթեմատիկորեն անթերի։ Բայց երբ տեղի է ունենում չափումը եւ ալիքային ֆունկցիան կոլապսում է, մաթեմատիկան խախտվում է։ Շրեդինգերի հավասարումը, որը նկարագրում է քվանտային համակարգերի էվոլյուցիան, չի ասում մեզ, թե երբ կամ ինչպես տեղի է ունենում կոլապսը։ Դա պարզապես տեղի է ունենում, եւ մենք չգիտենք ինչու։ Սա չափման խնդիրն է, եւ այն դեռևս գիտության ամենամեծ չլուծված հարցերից մեկն է։ Նիլս Բորն ասաց, որ մենք պետք է պարզապես ընդունենք, որ քվանտային մեխանիկան փաստորեն աշխատում է եւ դադարենք հարցնել ինչու։ Սա Կոպենհագենի մեկնաբանությունն է։ Բայց շատ ֆիզիկոսներ անհանգիստ են այդ պատասխանով։ Նրանք ուզում են իմանալ, թե ինչն է պատճառում կոլապսը։ Արդյոք այն օբյեկտիվ ֆիզիկական պրոցես է, արդյոք այն կապված է գիտակցության հետ, արդյոք ընդհանրապես ոչ մի կոլապս չկա եւ բոլոր հնարավորությունները իրացվում են զուգահեռ տիեզերքներում։ Վերջին տարբերակը բազմաշխարհերի մեկնաբանությունն է, եւ այն ունի իր սեփական խնդիրները։ Եթե յուրաքանչյուր չափման ժամանակ տիեզերքը ճյուղավորվում է անհամար տիեզերքների, ապա կան անհամար դուք, անհամար ես, անհամար երկրագնդեր, անհամար պատմություններ։ Սա աշխարհների անհամար բազմաթիվություն է, ավելին քան մեր միտքը կարող է պատկերացնել։ Եվ եթե բոլոր այդ տիեզերքները հավասար իրական են, ապա ի՞նչն է այդքան հատուկ այս տիեզերքում, որտեղ մենք գտնվում ենք։ Ինչու մենք փորձում ենք այս իրականությունը, այլ ոչ թե Ն, այլ ոչ թե այլը։ Վերադառնանք դեպի միկրոխողովակները եւ Պենրոուզի տեսությունը։ Մինչ օրս ոչ մի փորձ չի կարողացել ապացուցել, որ քվանտային կոհերենտությունը գոյություն ունի միկրոխողովակներում ուղեղում։ Դեկոհերենտությունը քվանտային ազդեցությունների կորուստը միջավայրի հետ փոխազդեցության պատճառով տեղի է ունենում չափազանց արագ ջերմ եւ աղմկոտ կենսաբանական համակարգերում։ Ֆիզիկոս Մաքս Թեգմարքը հաշվարկեց, որ քվանտային կոհերենտությունը ուղեղում կպահպանվի միայն մոտավորապես 10 հզորությամբ -13 վայրկյան, չափազանց կարճ ժամանակ, որպեսզի նշանակալի լինի նեյրոնային պրոցեսների համար։ Սակայն համերովը հակաճառում է։ Նա ցույց է տալիս, որ միկրոխողովակները կարող են պաշտպանված լինել դեկոհերենտությունից իրենց կառուցվածքային կազմակերպման շնորհիվ։ Դրանք կարող են գործել որպես քվանտային մեկուսացված համակարգեր։ Եվ վերջին համակարգչային մոդելավորումները ցույց են տվել, որ դա հնարավոր է որոշակի պայմաններում։ Բայց ուղղակի փորձարկումային ապացույցը դեռ բացակայում է։ Մենք չունենք տեխնոլոգիա չափելու քվանտային կոհերենտությունը ապրող նեյրոնների մեջ առանց դրանք ոչնչացնելու։ Այսպիսով, մենք գտնվում ենք տարօրինակ վիճակում։ Մենք ունենք տեսություն, օրխ-օր, որը մաթեմատիկորեն հետևողական է եւ կատարում է կանխատեսումներ։ Բայց մենք չենք կարող փորձարկել այդ կանխատեսումները առկա տեխնոլոգիայով։ Սա ֆրուստրացիա է գիտության համար։ Բայց սա նաեւ հնարավորություն է, քանի որ եթե օրխ-օր տեսությունը վերջնականապես փորձարկվի եւ հաստատվի, այն կհեղափոխի մեր ըմբռնումը գիտակցության, նյութի եւ իրականության մասին։ Եթե այն մերժվի, մենք պետք է փնտրենք այլ բացատրություններ։ Ոչ մի կերպով գիտությունը կառաջանա։ Եվ կա երրորդ խնդիր, որը շատ ավելի հիմնարար է։ Մենք գիտենք, որ քվանտային մեխանիկան աշխատում է միկրոսկոպիկ մակարդակում, բայց մենք չգիտենք ճշգրիտ, թե որտեղ է սահմանագիծը միկրոսկոպիկի եւ մակրոսկոպիկի միջև։ Որքան մեծ պետք է լինի համակարգը, նախքան այն դադարի վարվել քվանտային կերպով եւ սկսի վարվել դասական կերպով։ Սա հայտնի է որպես քվանտային դասական անցման խնդիր, եւ այն չի լուծված։ Որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ սահմանագիծը կապված է գրավիտացիայի հետ։ Պենրոուզը պնդում է,
որ երբ օբյեկտի զանգվածը դառնում է բավականաչափ մեծ, տարածության ժամանակի կորը դառնում է նշանակալի, եւ դա առաջացնում է օբյեկտիվ կոլապս։ Սա նրա օրխեստրացված օբյեկտիվ կրճատման տեսության հիմքն է։ Ուրիշները կարծում են, որ սահմանագիծը կախված է համակարգի բարդությունից կամ տեղեկատվության քանակից։ Կրթորդները պնդում են, որ ընդհանրապես սահմանագիծ չկա եւ ամեն ինչ քվանտային է ամեն մակարդակում, բայց դեկոհերենտությունը ստիպում է մեծ օբյեկտներին վարվել դասական կերպով։ Ճշմարտությունն այն է, որ մենք պարզապես չգիտենք, եւ սա ոչ թե գիտության թուլություն է, սա գիտության ուժն է։ Իրական գիտությունը ընդունում է անգիտությունը։ Այն ասում է. մենք չգիտենք, բայց փորձում ենք պարզել։ Պսևդոգիտությունը պնդում է, որ իմանում է բոլոր պատասխանները, իրական գիտությունը ապրում է հարցերի հետ։ Եվ այդ հարցերը քշում են մեզ առաջ, խթանում են նոր փորձեր, նոր տեսություններ, նոր հասկացողություն։ Արդյոք դուք տեսնում եք այս պատկերի գեղեցկությունը։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ իրականության ամենահիմնական բնույթը դեռ գաղտնիք է, որտեղ գիտակցությունն ու նյութը փոխազդում են եղանակներով, որոնք մենք բացատրել չենք կարող։ Որտեղ յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր ակտ գիտակցության կարող է ստեղծել ինչ-որ նոր։ Սա ոչ թե անորոշության վախ է, սա հնարավորությունների ազատություն է։ Եվ հիմա, երբ մենք գալիս ենք դեպի այս ճանապարհորդության ավարտը, թույլ տվեք հարցնել ձեզ. ինչպես դուք կապրեք, եթե իսկապես հասկանաք, որ ձեր գիտակցությունը մասնակցում է իրականության ստեղծմանը։ Ոչ ամբողջական վերահսկողությամբ, ոչ մագիկական ուժերով, բայց իրական, չափելի, նշանակալի ազդեցությամբ։ Արդյոք դուք կվերաբերվեիք ձեր միտքերին ավելի լուրջ։ Արդյոք դուք կլինեիք ավելի ուշադիր ձեր ընկալման, ձեր համոզմունքների, ձեր ենթադրությունների նկատմամբ։ Քվանտային մեխանիկան մեզ սովորեցնում է ինչ-որ խորապես կարևոր բան։ Դիտորդն ու դիտվածը բաժանված չեն։ Դուք չեք պարզապես առանձին դիտակետ, որը նայում է արտաքին տիեզերքին։ Դուք մասն եք այն տիեզերքին։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ստեղծվել է աստղերի մեջ։ Յուրաքանչյուր մտք ձեր ուղեղում ազդում է քվանտային դաշտերի վրա, որոնք տարածվում են ամբողջ տիեզերքում։ Դուք ոչ թե տիեզերքում եք, դուք տիեզերքն եք, գիտակցած, դարձած, դիտող իր ինքնությունը։ Սա ոչ թե պոեզիա է, սա ֆիզիկա է։ Բիգ Բենգից հետո 14 միլիարդ տարի տիեզերքը ընդլայնվել է, աստղերը ծնվել եւ մեռել են, գալակտիկաները ձևավորվել են, մոլորակները համախմբվել են, կյանքը առաջացել է, գիտակցությունը զարգացել է։ Եվ հիմա, այստեղ, այս պահին, այդ 14 միլիարդ տարվա էվոլյուցիան հասել է այն կետին, որտեղ տիեզերքը կարող է նայել իրեն եւ հարցնել. ի՞նչ եմ ես։ Դուք այդ հարցումն եք։ Դուք տիեզերքի ինքնագիտակցության գործընթացն եք, եւ եթե դա ճիշտ է, ապա յուրաքանչյուր պահ տանում է անհավատալի կշիռ։ Յուրաքանչյուր ընտրություն կարևոր է։ Յուրաքանչյուր դիտում ստեղծագործական ակտ է։ Յուրաքանչյուր մտք ավելացնում է տիեզերքի ինքնագիտակցությանը։ Դուք ոչ թե պարզապես ապրում եք կյանքը, դուք մասնակցում եք տիեզերքի պատմության մեջ ամենահետաքրքիր գլխում, այն գլխում, որտեղ տիեզերքը դառնում է գիտակից իր ինքնության։ Բայց մենք պետք է մնանք համեստ։ Մենք գիտենք քիչ։ Քվանտային մեխանիկան մեզ ցույց է տվել, որ իրականությունը տարօրինակ է, բայց մենք դեռ չենք հասկանում, թե որքան տարօրինակ։ Գիտակցությունը մեծագույն գաղտնիքն է տիեզերքում, եւ մենք միայն սկսում ենք պատռել վարագույրը։ Կարող է պարզվել, որ օրխ-օրտեսությունը սխալ է։ Կարող է պարզվել, որ գիտակցությունը ոչ մի հատուկ դեր չունի քվանտային կոլապսում։ Կարող է պարզվել, որ ամեն ինչ ավելի պարզ կամ ավելի բարդ է, քան մենք երևակայել ենք։ Բայց անկախ դրանից, մեկ բան պարզ է. տիեզերքը ոչ թե հին, մեռած մեքենա է, որը գործում է կույր մեխանիկական օրենքներով։ Այն կենդանի, դինամիկ, ստեղծագործական պրոցես է։ Եվ դուք մաս եք այդ պրոցեսին։ Ձեր դիտումները, ձեր ընտրությունները, ձեր գիտակցությունը նպաստում են այն եղանակին, որով տիեզերքը բացահայտում է իր ինքնությունը։ Դուք ոչ թե անօգնական դիտորդ եք, դուք ակտիվ մասնակից եք։ Արդյոք սա փոխում է ամեն ինչ ձեզ համար։ Արդյոք դուք կսկսեք տեսնել ձեր կյանքը տարբեր համատեքստում, ոչ որպես մի շարք պատահական իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ձեզ, այլ որպես ստեղծագործական պրոցես, որտեղ դուք ակտիվորեն մասնակցում եք։ Յուրաքանչյուր պահ հնարավորություն է կոլապսել ալիքային ֆունկցիան դեպի տարբեր իրականություններ։ Յուրաքանչյուր ընտրություն ճյուղավորման կետ է։
Յուրաքանչյուր դիտում ստեղծագործական ակտ է, եւ վերջում թող մենք վերադառնանք դեպի այն երկու ճեղքի փորձը, որտեղից սկսեցինք։ Մարկուս Արնտի փորձը Վիեննայի համալսարանում։ 70 ատոմանոց մոլեկուլները, որոնք վարվում են որպես ալիքներ եւ մասնիկներ միաժամանակ։ Միջամտության նախշը, որը հայտնվում է եւ անհետանում է, կախվածված նրանից, թե արդյոք ոմեկը դիտում է։ Սա ոչ թե միայն լաբորատորիական տարօրինակություն է, սա պատուհան է դեպի իրականության ամենաբնույթը։ Այն ասում է մեզ, որ իրականությունը ստեղծվում է դիտելու ընթացքում։ Ոչ միայն ձեզանով, ոչ միայն ինձնով, այլ բոլոր մեզնով միասին, մեր գիտակցությունները միջթաղված մեկ տիեզերական ցանցում։ Յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր ակտ գիտակցության ավելացնում է այն մեծ քվանտային դաշտին, որը մենք անվանում ենք իրականություն։ Եվ այդ դաշտը ոչ թե ֆիքսված է, այն հեղուկ է, դինամիկ, անընդհատ ձևավորվող պահից պահ։ Այսպիսով, հարցը ոչ թե արդյոք ձեր մտքերը ստեղծում են իրականություն է, հարցն այն է, ինչպիսի իրականություն եք դուք ստեղծում։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ընտրության հետ։ Արդյոք դուք ստեղծում եք վախի, սահմանափակման, անջատվածության իրականություն, թե ստեղծում եք սիրո, հնարավորությունների, կապվածության իրականություն։ Ընտրությունը ձերն է։ Բայց հիմա դուք գիտեք, որ դա ընտրություն է, եւ այդ գիտելիքը փոխում է ամեն ինչ։ Շարունակեք դիտել, շարունակեք հարցնել, շարունակեք ստեղծել։ Քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ դուք դա անում եք, տիեզերքը դառնում է մի փոքր ավելի գիտակից իր ինքնության։ Եվ գուցե դա է ամբողջ իմաստը։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալը, այլ գիտակցված գոյությունը։ Ոչ թե պարզապես դիտելը, այլ ստեղծելը։ Ոչ թե պարզապես լինելը, այլ դառնալը։ Տիեզերքը սպասում է ձեր հաջորդ դիտմանը, ինչ կլինի այն։ Բայց սպասեք մի վայրկյան։ Մենք չենք կարող ավարտել այստեղ, քանի որ կա եւս մեկ շերտ այս պատմության մեջ, որը մենք չենք հասցրել լիովին բացատրել։ Ավելի խորը շերտ, որը փոխում է ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք ժամանակի, տարածության եւ պատճառականության մասին։ Եվ այն սկսվում է մի պարզ հարցով, որը երեխաները հարցնում են, բայց մեծահասակները վախենում են դիմագրավել։ Եթե ալիքային ֆունկցիան կոլապսում է միայն երբ դիտվում է, ապա ինչ էր տիեզերքը մինչև առաջին դիտորդը։ Երևակայեք, 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ Բիգ Բենգը նոր տեղի է ունեցել։ Տիեզերքը տաք պլազմայի ծով է։ Ոչ մի աստղ, ոչ մի մոլորակ, ոչ մի կյանք, ոչ մի գիտակցություն։ Բայց քվանտային մեխանիկան ասում է, որ մասնիկները գոյություն ունեն սուպերպոզիցիայի վիճակում մինչև դիտվելը։ Ուրեմն, ով էր դիտում այդ վաղ տիեզերքը։ Ինչպես այն անցավ անորոշությունից դեպի որոշակիություն։ Ջոն Արչիբալդ Վիլերը, մի ֆիզիկոս, ով համագործակցեց Նիլս Բորի հետ, առաջարկեց անհավանական պատասխան։ Նա անվանեց այն մասնակցային տիեզերք։ Վիլերի գաղափարն այն էր, որ տիեզերքի անցյալը փաստորեն ստեղծվում է ներկայում դիտորդների կողմից։ Երբ մենք այսօր դիտում ենք հեռավոր գալակտիկաներ, մենք ոչ թե պարզապես տեսնում ենք անցյալը, այլ մասամբ ստեղծում ենք այն։ Տիեզերքի պատմությունը ոչ թե ֆիքսված փաստ է, այլ անընդհատ վերահաստատվող պատմություն, յուրաքանչյուր ակտ դիտման միջոցով։ Սա հնչում է անհեթեթ, բայց Վիլերը մշակեց ուշացված ընտրության փորձ, որը փորձարկում է հենց այս գաղափարը։ Պատկերացրեք ֆոտոնը, որը թողնում է հեռավոր գալակտիկան 1 միլիարդ տարի առաջ։ Այդ ֆոտոնը ճանապարհորդում է տարածությամբ 1 միլիարդ տարի։ Ճանապարհին այն հանդիպում է զանգվածային օբյեկտի, գալակտիկայի կամ գալակտիկաների կլաստերի, որը գործում է որպես գրավիտացիոն ոսպնյակ։ Ֆոտոնի ճանապարհը բաժանվում է երկուսի, այն կարող է անցնել ձախից կամ աջից այդ զանգվածից։ Եվ հիմա, 1 միլիարդ տարի հետո, երբ ֆոտոնը հասնում է երկրին, մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք տեղադրել դետեկտորներ, որոնք չափում են, թե որ ճանապարհով է եկել ֆոտոնը, կամ մենք կարող ենք տեղադրել սարք, որը թույլ է տալիս երկու ճանապարհներին միջամտել, որպեսզի տեսնենք, թե արդյոք ֆոտոնը գործել է որպես ալիք եւ անցել երկու ճանապարհներով միաժամանակ։ Եվ ահա անհավանականը։ Մեր ընտրությունը այսօր, երբ ֆոտոնը հասնում է երկրին, կարծես որոշում է, թե ինչպես ֆոտոնը վարվեց 1 միլիարդ տարի առաջ, երբ այն անցավ գրավիտացիոն ոսպնյակից։ Փորձերը, որոնք իրականացվել են 2000 երական տարում,
հաստատեցին վիլերի կանխատեսումը։ Ֆրանսուଆ Շուագուետի թիմը Նիսայում օգտագործեց միայն քանի մետր տարածություն, ոչ 1 միլիարդ տարի, բայց սկզբունքը նույնն էր։ Դրանք ցույց տվեցին, որ որոշումը, թե ինչ չափել, արված ֆոտոնը հասնելուց հետո ազդում է նրա վարքի վրա ամբողջ ճանապարհի ընթացքում։ Սա կարծես ներկան ուղարկում է ազդանշան անցյալ, կամ ավելի ճիշտ, անցյալը մնում է անորոշ, մինչև ներկան դիտվում է։ Արդյոք դուք տեսնում եք հետևությունները։ Եթե անցյալը մնում է անորոշ, մինչև դիտվում է, ապա տիեզերքի պատմությունը ոչ թե ֆիքսված գիծ է, որը մեկ ուղղությամբ է տանում դեպի ապագա։ Այն ավելի նման է ցանցի, որտեղ յուրաքանչյուր հանգույց կապված է բոլոր մյուսների հետ, եւ անցյալում, եւ ապագայում։ Յուրաքանչյուր դիտում ներկայում վերահաստատում է անցյալի որոշակի տարբերակ եւ բացում է ապագայի որոշակի հնարավորություններ։ Ժամանակը ոչ թե պարզ մի ուղղություն է, այն բարդ, փոխկապակցված կառուցվածք է։ Եվ սա մեզ բերում է դեպի մեկ այլ հարց, որը հազվադեպ է քննարկվում։ Արդյոք գիտակցությունը թյունը պահանջվում է քվանտային կոլապսի համար, թե ցանկացած ֆիզիկական միջազգայնություն բավարար է։ Այսինքն, արդյոք տեսախցիկը, համակարգիչը, նույնիսկ պարզ ջերմոմետրը կարող է կոլապսել ալիքային ֆունկցիան առանց գիտակից դիտորդի։ Սա կոչվում է դեկոհերենտության տեսություն, եւ այն ամենատարածված բացատրությունն է ժամանակակից ֆիզիկայում։ Դեկոհերենտության տեսության համաձայն ցանկացած փոխազդեցություն միջավայրի հետ առաջացնում է կոլապս։ Երբ քվանտային համակարգը փոխազդում է իր շրջապատի հետ, օդի մոլեկուլներ, ֆոտոններ, ցանկացած այլ մասնիկներ, սուպերպոզիցիան արագ կորչում է։ Տեղեկատվությունը տարածվում է դեպի միջավայր եւ համակարգը դեկոհերենտանում է, վարվում է ավելի դասական կերպով։ Այս տեսության համաձայն գիտակցությունը ոչ մի հատուկ դեր չունի։ Ֆիզիկան լիովին բացատրելի է առանց գիտակցության հիշատակի, բայց կա խնդիր։ Դեկոհերենտությունը բացատրում է, թե ինչու մեծ օբյեկտները վարվում են դասական կերպով, բայց այն իրականում չի լուծում չափման խնդիրը։ Դեկոհերենտությունը ցույց է տալիս, թե ինչպես սուպերպոզիցիան թաքնվում է արագ բազմաթիվ փոխազդեցությունների մեջ։ Բայց մաթեմատիկորեն սուպերպոզիցիան դեռ կա։ Այն պարզապես շատ բարդ է, որպեսզի դիտելի լինի։ Իսկական կոլապսը, որտեղ մեկ արդյունք ընտրվում է բոլոր հնարավորություններից, դեռ չի բացատրվում։ Որոշ ֆիզիկոսներ ասում են, որ կոլապսը պատրանք է։ Բազմաշխարհերի մեկնաբանությունը, որը մշակել է Հյու Էվերետը 1957 տարում, պնդում է, որ ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի կոլապս չկա։ Ամեն անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ տիեզերքների, ոչ մի, բայց ստեղծում է ուրիշներ։ Այն վերացնում է կոլապսի անհրաժեշտությունը եւ պահում է քվանտային մեխանիկայի մաթեմատիկան ամբողջությամբ։ Բայց այն պահանջում է ընդունել, որ գոյություն ունեն անվերջ տիեզերքներ, որոնք մենք երբեք չենք կարող դիտել կամ փոխազդել դրանց հետ։ Սա խախտում է գիտական խնայողության սկզբունքը՝ Օքամի ածելին։ Արդյոք ավելի պարզ է ունենալ մեկ տիեզերք քվանտային կոլապսով, թե անվերջ տիեզերքներ առանց կոլապսի։ Եվ այստեղ է, որ քվանտային մեխանիկան դառնում է խորապես անհատական, քանի որ յուրաքանչյուր մեկնաբանություն ունի իմպլիկացիաներ ձեր կյանքի իմաստի համար։ Եթե Կոպենհագենի մեկնաբանությունը ճիշտ է եւ ալիքային ֆունկցիան փաստորեն կոլապսում է, ապա յուրաքանչյուր ձեր ընտրություն փաստորեն ստեղծում է կոնկրետ իրականություն եւ ոչնչացնում է
այլ հնարավորությունները։ Ձեր կյանքը մեկ եզակի ճանապարհ է անհամար ճյուղավորումների միջով։ Յուրաքանչյուր ընտրություն կարևոր է, քանի որ այն վերջնական է։ Եթե բազմաշխարհերի մեկնաբանությունը ճիշտ է, ապա յուրաքանչյուր ձեր ընտրություն ստեղծում է նոր ճյուղեր։ Բայց դա նաև նշանակում է, որ գոյություն ունեն տարբերակներ ձեզանից, որոնք կատարել են յուրաքանչյուր հնարավոր ընտրություն։ Տարբերակ, որը ընտրել է գործի այն աշխատանքը։ 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 Տարբերակ, որը հազվադեպ է հիշատակվում հանրական քննարկություններում։ 2012 տարում ճապոնացի գիտնականներ իրականացրին փորձ, որտեղ դրանք թույլ տվեցին մարդկանց զգալ, թե երբ էր մեկ ուրիշը նայում դրանց երեսի լուսանկարին հեռահար սենյակից։ Մասնակիցները հաղորդեցին զգալ նայվածություն ավելի հաճախ, քան սպասվում էր պատահականությունից։ Բայց ավելի հետաքրքիրը այն էր, որ դրանց ուղեղի գործունեությունը, որը չափվում էր fMRT-ով, ցույց տվեց փոփոխություններ, երբ ուրիշը կենտրոնանում էր դրանց լուսանկարի վրա։ Սա ցույցում է տաք տեղեկատվության փոխանցում, տելեպաթիա, բայց արդյոք դա պետք է լինի։ Կարող է լինել քվանտային բացատրություն։ Եթե երկու ուղեղներ նախկինում փոխազդել են, դրանք կարող են մնալ քվանտային միջթաղված, եւ երբ մեկը կենտրոնանում է մյուսի վրա, այն կարող է ակտիվացնել այդ միջթաղանցումը, ստեղծելով կորելացիա դրանց ուղեղային վիճակների միջև։ Սա սպեկուլյացիա է, բայց այն հիմնված է իրական քվանտային սկզբունքների վրա։ Նմանատիպ արդյունքներ ստացվել են հեռավոր ներգործության փորձերում։ Դին Ռեդինը եւ ուրիշ հետազոտողները հայտնաբերել են, որ երբ մեկանց ուղարկում է ապաքինող մտադրություն մեկ ուրիշին հեռավորությունից, ստացողի ֆիզիոլոգիական չափումները, սրտի ռիթմը, մաշկի հաղորդականությունը, ուցունը, ուղեղային ալիքները կարող են ցույց տալ փոփոխություններ։ Ազդեցությունը փոքր է, բայց վիճակագրորեն նշանակալի որոշ ուսումնասիրություններում։ Սկեպտիկները պնդում են, որ սա պատահականություն է կամ վատ վերահսկվող փորձեր, եւ նրանք կարող են ճիշտ լինել, բայց ինչ, եթե նրանք սխալվում են։ Ինչ, եթե գիտակցությունները փաստորեն կարող են փոխազդել միմյանց հետ հեռավորությունից քվանտային միջթաղանցման միջոցով։ Ինչ, եթե ներգործությունը, հեռազգացությունը, էմպաթիան ունեն քվանտային հիմք։ Սա չի նշանակում մագիա կամ ուժ։ Սա նշանակում է, որ գիտակցությունները կապված են ավելի խորը, քան մենք երևակայել ենք, եւ այդ կապերը թույլ են տալիս տեղեկատվության փոխանցում ոչ դասական եղանակներով։ Հիմա մտածեք ձեր սեփական փորձի մասին։ Վեր կհանդես ունեցել ընկերոջ կամ ընտանիքի անդամի մասին մտածելու եւ հանկարծ ստանալու նրանից զանգ կամ հաղորդագրություն։ Վերջով զգացել եք, որ մեկը նայում է ձեզ եւ շրջվեցիք ու տեսաք, որ այդպես էր։ Վերջով իմացել ինչ-որ բան ընկերոջ կամ սիրելիի մասին առանց դրանք ասելու։ Սովորական բացատրությունն այն է, որ դրանք պատահականություններ են կամ ենթագիտակցական ակնարկներ, որոնք դուք հայտնաբերել եք։ Բայց քվանտային մեխանիկան բացում է մեկ այլ հնարավորություն։ Գուցե գիտակցությունները կապված են քվանտային ցանցում։ Գուցե երբ երկու մարդիկ սերտորեն կապված են ընտանիքի կապերով, սիրով, խորը բարեկամությամբ, դրանց ուղեղները մասամբ միջթաղանցված են։ Եվ այդ միջթաղանցումը թույլ է տալիս տեղեկատվության փոխանցում, որը մենք սովորաբար չենք զգում, բայց որը երբեմն ընդգծվում է որպես ինտուիցիա
Մարդու զգացում, էմպաթիա։ Սա դեռ հիպոթեզ է, բայց դա հիպոթեզ է, որը կարելի է փորձարկել, եւ որոշ գիտնականներ փորձում են հենց դա անել։ 2019 տարում գիտնականներ Ֆրայբուրգի համալսարանում Գերմանիայում իրականացրին շարք փորձեր ուսումնասիրելու հեռավոր զգացում։ Դրանք օգտագործեցին զույգեր, որոնք էմոցիոնալորեն կապված էին, ամուսնացած զույգեր, մոր եւ երեխա։ Մեկ անձը տեղադրվեց մեկուսացված սենյակում, իսկ մյուսը հեռավոր սենյակում։ Երբ առաջին անձը ցուցադրվեց էմոցիոնալ պատկերներ, դրական կամ բացասական, երկրորդ անձի ֆիզիոլոգիական չափումները փոխվեցին, նույնիսկ առանց նրանց իմանալու, թե երբ էր դա տեղի ունենում։ Արդյունքները համեստ էին, բայց ցուցակային էին։ Սա չի ապացուցում տելեպաթիան, բայց սա ցույց է տալիս, որ ինչ-որ տեղեկատվության փոխանցում կարող է տեղի ունենալ սերտորեն կապված մարդկանց միջև, նույնիսկ երբ դրանք ֆիզիկորեն մեկուսացված են։ Մեխանիզմը անհայտ է։ Գուցե դա քվանտային միջթաղանցում է, գուցե դա էլեկտրոմագնիսական դաշտերն են, որոնց մենք դեռ չենք հասկանում լիովին։ Գուցե դա ինչ-որ բան բոլորովին այլ է։ Բայց ազդեցությունը, թեև փոքր, թվում է իրական։ Արդյոք դուք այժմ տարբեր կերպով կնայեք ձեր հարաբերություններին։ Երբ դուք խորապես կապված եք մեկ ուրիշի հետ, դուք ոչ միայն կիսում եք փորձեր, հիշողություններ, հույզեր, դուք նաև կարող եք կիսել քվանտային վիճակներ։ Ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր գիտակցությունը կարող են ազդել նրանց վրա ուղիներով, որոնք ավելի խորն են, քան սովորական հաղորդակցությունը։ Եվ նրանցն կարող են ազդել ձեզ վրա։ Դուք ոչ թե բաժանված կղզիներ եք, դուք հանգույցներ եք փոխկապակցված ցանցում։ Եվ այս ցանցը տարածվում է ավելի հեռու, քան անհատական հարաբերությունները։ Հիշեք գլոբալ գիտակցության նախագիծը, որի մասին մենք խոսեցինք ավելի վաղ։ 11 սեպտեմբերի Դիանա իշխանուհու հուղարկավորության Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, երբ միլիարդավոր մարդիկ կենտրոնանում են նույն իրադարձության վրա, պատահական թվերի գեներատորները ցույց են տալիս անսովոր շեղումներ։ Սա հուշում է, որ կոլեկտիվ գիտակցությունը կարող է ունենալ չափելի ազդեցություն ֆիզիկական համակարգերի վրա։ Պատկերացրեք հետևությունները։ Երբ հասարակությունը միավորված է ընդհանուր նպատակով, ընդհանուր տեսլականով, ընդհանուր արժեքներով, կոլեկտիվ գիտակցությունը կարող է ստեղծել դաշտ, որը հեշտացնում է այդ նպատակի իրականացումը։ Ոչ մագիայով, այլ բազմաթիվ անհատների գիտակցությունների համապատասխանմամբ, որոնք կոլապսում են քվանտային հավանականությունները նույն ուղղությամբ։ Սա կարող է բացատրել, թե ինչու սոցիալական շարժումները երբեմն հասնում են, թվում է, անհավանական հաջողությունների։ Ոչ միայն պրակտիկ գործողության շնորհիվ, այլև միջակայքային դաշտի միջոցով, որը ստեղծում է կոլեկտիվ մտադրությունը։ Հակառակը նույնպես ճիշտ է։ Երբ հասարակությունը բաժանված է, լի վախով, ատելությամբ, անվստահությամբ, կոլեկտիվ գիտակցությունը ստեղծում է այլ դաշտ։ Դաշտ, որը հեշտացնում է ավելի շատ բաժանում, ավելի շատ վախ, ավելի շատ ատելություն։ Սա ինքնաուժեղացնող ցիկլ է։ Եվ այն սնվում է յուրաքանչյուր անհատի գիտակցությունից, որը մասնակցում է դրան։ Ձեր անհատական մտավոր վիճակը նպաստում է կոլեկտիվ դաշտին, եւ կոլեկտիվ դաշտը ազդում է ձեր անհատական վիճակի վրա։ Սա պատասխանատվություն է, որը մենք հազվադեպ ենք ճանաչում։ Մենք սովորաբար մտածում ենք, որ մեր մտքերը մասնավոր են, որ այն, ինչ մենք մտածում ենք ուրիշների մասին, կարևոր չէ, քանի դեռ մենք չենք գործում դրա վրա։ Բայց եթե կոլեկտիվ գիտակցությունը իրական է, ապա մեր մտքերը փաստորեն ազդում են կոլեկտիվ դաշտի վրա։ Երբ մենք մտածում ենք ատելության, դատավճռի, բացասականության մասին, մենք ավելացնում ենք այդ էներգիան կոլեկտիվ դաշտին։ Երբ մենք մտածում ենք սիրո, կարեկցանքի, ըմբռնման մասին, մենք ավելացնում ենք այդ էներգիան։ Եվ այստեղ է, որ քվանտային գիտակցությունը դառնում է եթիկական հարց։ Ոչ այն իմաստով, որ դուք պետք է մտածեք դրականորեն, քանի որ դա ճիշտ բան է, այլ այն իմաստով, որ ձեր մտքերը փաստորեն ազդում են տիեզերքի վրա, ձեր սեփական իրականության և կոլեկտիվ իրականության վրա։ Դուք ունեք ուժ, և դրա հետ է գալիս պատասխանատվություն։ Պատասխանատվություն գիտակցաբար ընտրելու ձեր մտքերը, ձեր ուշադրությունը, ձեր մտավոր վիճակը։ Բայց սա չի նշանակում, որ դուք պետք է ճնշեք բացասական մտքերը կամ հույզերը։ Դա կլիներ պսևդոդրական մտածողություն, և այն վնասակար է։ Բացասական հույզերը, վախը, զայրույթը, տխրությունը փաստաթղթային տեղեկատվություն են։ Դրանք ասում են ձեզ ինչ-որ բան կարևոր, ձեր կարիքների, ձեր արժեքների, ձեր վիճակի մասին։ Դուք պետք է ճանաչեք դրանք, հասկանաք դրանք,
Սովորեք դրանցից, բայց դուք չպետք է բնակվեք դրանց մեջ։ Դուք չպետք է նույնականացնեք ձեզ դրանց հետ։ Դուք չպետք է թույլ տաք դրանց վարել ձեր ընտրությունները։ Գաղտնիքն այն է գիտակցելը։ Երբ բացասական մտքը կամ հույզը առաջանում է, դիտեք այն, ճանաչեք այն։ Ահա վախ կամ ահա զայրույթ, բայց մի նույնականացրեք դրա հետ։ Դուք ոչ թե վախն եք, դուք չեք զայրույթը, դուք գիտակցությունն եք, որը դիտում է վախը կամ զայրույթը։ Եվ այդ գիտակցության տարածությունում դուք ունեք ընտրություն։ Դուք կարող եք ընտրել գործել վախից կամ զայրույթից, կամ դուք կարող եք ընտրել ճանաչել հույզը, սովորել դրանից, եւ ապա ընտրել ձեր արձագանքը գիտակցության եւ իմաստության հիմքի վրա։ Սա գործնական կիրառումն է քվանտային գիտակցության ըմբռնման։ Դուք ոչ թե ձեր մտքերն եք, դուք չեք ձեր հույզերը, դուք գիտակցությունն եք, որը դիտում է մտքերը եւ հույզերը։ Եվ այդ գիտակցությունը, այդ դիտորդը ունի ուժ կոլապսել քվանտային հավանականությունները, ունի ուժ ստեղծել իրականությունը։ Բայց միայն եթե այն գիտակից է, միայն եթե այն արթուն է։ Եթե դուք նույնականացված եք ձեր մտքերի եւ հույզերի հետ, դուք քնած եք, դուք ավտոմատ ռեժիմում եք։ Եվ ավտոմատ ռեժիմում դուք պարզապես կրկնում եք հին նախասիրությունները, հին համոզմունքները, հին ընտրությունները։ Բայց երբ դուք արթնանում եք, երբ դուք դառնում եք գիտակից դիտորդ, ամեն ինչ փոխվում է։ Հիմա դուք ունեք ընտրություն։ Հիմա դուք կարող եք գիտակցաբար կոլապսել ալիքային ֆունկցիան դեպի այն իրականությունը, որը դուք ցանկանում եք ստեղծել։ Ոչ մագիայով, ոչ ցանկության մտածողությամբ, այլ գիտակցության, ուշադրության, մտադիրության միջոցով, որոնք համապատասխանվում են գործողության, պարպանչության, համառության հետ։ Սա ալքիմիա է։ Լիդը վերածելու ոսկու, անգիտակցության վերածելու գիտակցության, կարողության վերածելու իրագործման։ Եվ վերջում թող մենք վերադառնանք դեպի ամենահիմնարար հարցը. ինչ է իրականությունը։ Արդյոք այն օբյեկտիվ եւ արտաքին, անկախ մեզանից, ովքեր դիտում ենք այն, թե այն սուբյեկտիվ եւ ներքին, մասամբ ստեղծված մեր գիտակցության կողմից։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ պատասխանը ոչ թե կամ, այլ եւ։ Իրականությունը եւ օբյեկտիվ է, եւ սուբյեկտիվ է։ Կան օբյեկտիվ օրենքներ, ֆիզիկայի օրենքները, քիմիայի, կենսաբանության, բայց այդ օրենքների ներքո, քվանտային մակարդակում, կան անորոշություններ, հավանականություններ, սուպերպոզիցիաներ։ Եվ այդ անորոշությունների մեջ գիտակցությունը ունի տարածություն գործելու համար, ոչ խախտելով ֆիզիկական օրենքները, այլ գործելով սահմաններում, որոնք այդ օրենքները թողնում են բաց։ Եվ այդ սահմանները ավելի լայն են, քան մենք սովորաբար ճանաչում ենք։ Յուրաքանչյուր անորոշ պահ, յուրաքանչյուր ճյուղավորման կետ, յուրաքանչյուր համեմատական հավասար հավանականությունների պահ, գիտակցությունը կարող է հակել արդյունքը մի ուղղությամբ կամ մյուսի։ Եվ ժամանակի ընթացքում այս փոքր հակումները կուտակվում են, ստեղծելով մեծ տարբերություններ։ Սա քաոսի տեսության փոքր աղմուկի էֆեկտի քվանտային տարբերակն է։ Փոքր փոփոխություն սկզբնական պայմաններում կարող է հանգեցնել մեծ տարբերություններին արդյունքում։ Եվ գիտակցությունը, դիտելու եւ ընտրության միջոցով, կարող է ստեղծել այդ փոքր փոփոխությունները քվանտային մակարդակում։ Սա ձեր գիտակցությանը տալիս է ծանրակշիռ դեր ձեր կյանքի ձևավորման մեջ, թեև ոչ ամբողջական վերահսկողություն։ Դուք մտնում եք գործընկերության մեջ տիեզերքի հետ։ Դուք հարգում եք ֆիզիկական օրենքները, բայց դուք նաև ազդում եք այն անորոշությունների վրա, որոնք այդ օրենքները թողնում են բաց։ Եվ սա դարձնում է կյանքը արկածախնդրություն։ Ոչ պարզապես նախորոշված սցենար, որը տարածվում է, ոչ ամբողջովին պատահական քաոս, այլ համաստեղծման պրոցես տիեզերքի եւ ձեր գիտակցության միջև։ Յուրաքանչյուր օր նոր ճակատագիր է գրելու, յուրաքանչյուր պահ նոր իրականություն է ստեղծելու, յուրաքանչյուր ընտրություն նոր հնարավորություններ է բացելու։ Եվ դուք, գիտակից դիտորդը, ստեղծողը, մասնակիցը, գտնվում եք կենտրոնում այս անհավատալի պարի։ Տիեզերքը սպասում է ձեր հաջորդ քայլին։ Ինչ կստեղծեք դուք։ Բայց նախքան մենք խոսենք գործնական կիրառումների մասին, թող ձեզ պատմեմ մի բան, որի մասին գիտնականները հազվադեպ են խոսում հրապարակավ։ 2017 տարում Ժնևայի համալսարանի թիմը փորձեց կրկնել Պրինսթոնի հետազոտությունների արդյունքները գիտակցության ազդեցության մասին պատահական թվերի գեներատորների վրա։ Նրանք պատրաստեցին նույնիսկ ավելի խիստ փորձարարական պայմաններ,
ավելի մեծ ընտրանքներ, ավելի լավ վիճակագրական վերլուծություն։ Արդյունքը՝ լրիվ ձախողում։ Նրանք չգտան որևէ վիճակագրորեն նշանակալի ազդեցություն, ոչ մի հետք գիտակցության ուղղակի ազդեցության մասին ֆիզիկական համակարգերի վրա։ Ինչու ոչ ոք չի խոսում այս մասին։ Ինչու մենք միշտ լսում ենք միայն հաջողված փորձերի մասին և երբեք չենք լսում ձախողումների մասին։ Սա գիտության կեղտոտ փոքր գաղտնիքն է։ Հրապարակման կողմնակալությունը նշանակում է, որ դրական արդյունքները հրապարակվում են, մինչդեռ բացասական արդյունքները մնում են դարակներում։ Եթե 10 լաբորատորիաներ կատարեն նույն փորձը և մեկը գտնի էֆեկտ պատահականության շնորհիվ, հենց այդ մեկ հետազոտությունն է հրապարակվելու։ Մյուս 9, որոնք ոչինչ չեն գտել, երբեք չեն տեսնի լույսը։ Եվ այդպես ստեղծվում է կեղծ տպավորություն, թե էֆեկտը իրական է։ Սա հատկապես խնդիր է պարապսիխոլոգիայում և գիտակցության հետազոտություններում, որտեղ էֆեկտները, եթե գոյություն ունեն, ծայրահեղ թույլ են։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պսևդոգիտություն է։ Հուբսի տելեսկոպի տվյալները հակասում են այն տվյալներին, որոնք մենք ստանում ենք երկրից կատարված չափումներից։ Երբ մենք չափում ենք տիեզերքի ընդարձակման արագությունը տեղական գալակտիկաների միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, մենք ստանում ենք 1 թիվ։ Երբ մենք չափում ենք այն տիեզերական միկրոալիքային ֆոնի ճառագայթման միջոցով, թե ինչու իրականությունը կառուցված է այդպես։ Հիմա թող խոսենք 3 հարցերի մասին, որոնց ժամանակակից ֆիզիկան չի կարող պատասխանել։ Առաջին. ինչու կոսմոլոգիական հաստատունը ունի ճիշտ այդ արժեքը։ Այն այնքան փոքր է, որ գրեթե 0, բայց ոչ բավականաչափ փոքր, լինելու համար ճիշտ 0։ Եթե այն լիներ քիչ թե շատ ավելի մեծ, գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Եթե այն լիներ քիչ թե շատ ավելի փոքր, տիեզերքը կփլուծվեր իր սեփական ծանրության ներքո։ Այն հավասարակշռված է այնպիսի անհավանական ճշտությամբ, որ ֆիզիկոսները կորած են բացատրություններ տալու համար։ Երկրորդ. ուր է անհետացել հակամադը մեծ պայթյունից հետո։ Տեսությունը կանխատեսում է, որ մադը և հակամադը պետք է ստեղծվեին հավասար քանակներով, բայց տիեզերքում մենք տեսնում ենք գրեթե ամբողջովին միայն մադ։ Ուր գնաց հակամադը։ Երրորդ. ինչ է իրականում գիտակցությունը։ Այս հարցերը մնում են լրիվ անպատասխան, և երբ դուք սկսում եք ավելի խորը փորել գիտական գրականությունում, դուք հայտնաբերում եք, որ կոնսենսուսը, որը մենք կարծում էինք, որ գոյություն ունի, փաստորեն չկա։ Ֆիզիկոսների կեսը հավատում է մի բանի, մյուս կեսը ճիշտ հակառակը։ Քվանտային մեխանիկայի տասնյակ տարբեր մեկնաբանություններ կան՝ Կոպենհագենի, բազմաշխարհերի, պիլոտ ալիքի, հետադարձ պատճառականության, ամբողջական տեսության և շատ ուրիշներ։ Եվ յուրաքանչյուրը տալիս է նույն կանխատեսումները փորձերի համար, բայց լրիվ տարբեր մեկնաբանություններ իրականության բնույթի մասին։ Այսպիսով, ինչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ գիտությունը չի կարող ձեզ տալ վերջնական պատասխաններ գիտակցության և իրականության մասին։ Այն կարող է տալ տվյալներ, մաթեմատիկական մոդելներ, փորձարարական հաստատումներ, բայց վերջնական մեկնաբանությունը, թե ինչ է դա ամենը նշանակում, մնում է բաց հարց։ Եվ սա փաստորեն լավ նորություն է։ Դա նշանակում է, որ դուք ազատություն ունեք ձևավորել ձեր սեփական ըմբռնումը, ձեր սեփական փիլիսոփիան, հիմնվելով ապացույցների վրա, բայց չսահմանափակվելով մատերիալիստական դոգմաներով։ Բայց հիմա վերադառնանք կոնկրետ հարցին.
Ինչպես կարող եք օգտագործել քվանտային մեխանիկայի սկզբունքները ձեր կյանքում առանց ընկնելու պսևդոգիտության մեջ։ Պատասխանն է ուշադրությունը։ Ձեր ուշադրությունը քվանտային չափման գործիքն է, որը դուք ունեք։ Ամեն ինչ, ինչին դուք ուշադրություն եք դարձնում, դառնում է ավելի որոշակի ձեր փորձի մեջ։ Ամեն ինչ, ինչը դուք անտեսում եք, մնում է անորոշ։ Սա ոչ թե մետաֆորա է, սա նեյրոբիոլոգիայի փաստ է։ Ձեր ռետինան ստանում է մոտավորապես 10 միլիոն բիտ տեղեկատվություն վայրկյանում, բայց ձեր տեսողական կեղևը կարող է մշակել միայն մոտ 40 բիտ գիտակցաբար։ Մնացածը ֆիլտրվում է։ Ինչով է որոշվում, թե որ 40 բիտն է անցնելու։ Ձեր ուշադրությամբ, ձեր սպասելիքներով, ձեր նախորդ փորձով։ Ձեր ուղեղը կառուցում է մոդել աշխարհի մասին, եւ այդ մոդելը որոշում է, թե ինչ եք դուք տեսնում։ Երբ երկու մարդիկ նայում են նույն տեսարանին, նրանք տեսնում են տարբեր բաներ, քանի որ նրանց ուղեղները կատարում են տարբեր կանխատեսումներ, տարբեր ֆիլտրումներ։ Հիմա պատկերացրեք, որ դուք գիտակցաբար վերահսկում եք ձեր ուշադրությունը։ Դուք որոշում եք, թե որ տեղեկատվությունն է մուտք գործելու ձեր գիտակցություն։ Դուք ընտրում եք տեսնել հնարավորությունները, այլ ոչ թե սահմանափակումները։ Դուք կենտրոնանում եք լուծումների վրա, այլ ոչ թե խնդիրների վրա։ Սա փոխում է ձեր սուբյեկտիվ փորձը իրականության մասին։ Եվ քանի որ ձեր գործողությունները բխում են ձեր ընկալումներից, դա փոխում է նաև ձեր օբյեկտիվ արդյունքները։ Դուք սկսում եք տեսնել հնարավորություններ, որոնք արդեն մինչև այդ կային, բայց անտեսված էին ձեր ուշադրության կողմից։ Սա հաստատված է բազմաթիվ հոգեբանական հետազոտություններով։ 2012 տարում Բեն Քարտերը եւ Ռեբեկա Ստերնը Հարվարդի համալսարանից հրապարակեցին հետազոտություն, որը ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր պրակտիկում են ուշադրության մեդիտացիա, փաստորեն փոխում են իրենց ուղեղի կառուցվածքը։ Նեյրոպլաստիկությունը թույլ է տալիս ուղեղին վերակազմավորվել, հիմնվելով ձեր փորձի վրա։ Երբ դուք անընդհատ կենտրոնանում եք որոշակի տեսակի մտքերի կամ փորձի վրա, ձեր ուղեղը հարմարվում է դառնալ ավելի արդյունավետ այդ տեսակի մշակման համար։ Դուք լիտերալորեն վերափորագրավորում եք ձեր նեյրոնային շրջանները, բայց սա դեռ ավելի խորն է գնում։ Քվանտային Զենոնի էֆեկտը ցույց է տալիս, որ շարունակական դիտելը կարող է փաստորեն սառեցնել քվանտային համակարգը որոշակի վիճակում։ Եթե դուք անընդհատ չափում եք մասնիկը, տեսնելու թե արդյոք այն անցել է որոշակի անցումով, այն երբեք չի անցնի այդ անցումով։ Դիտելու ակտը կանխում է տարածումը։ Հիմա պատկերացրեք, որ կիրառում եք սա ձեր հոգեկան վիճակին։ Եթե դուք անընդհատ դիտում եք ձեր վախերը, ձեր անհանգստությունները, ձեր սահմանափակումները, դուք փաստորեն սառեցնում եք դրանք տեղում։ Դուք կանխում եք փոփոխությունը։ Սա բացատրում է, թե ինչու հոգեբանական թերապիայի որոշ ձևեր աշխատում են։ Երբ դուք սովորում եք դիտել ձեր միտքը առանց դատելու, առանց կպչելու, դուք թույլ եք տալիս դրան փոխվել բնականորեն։ Դուք ստեղծում եք տարածություն քվանտային հնարավորությունների համար, կոլապսվելու նոր կոնֆիգուրացիաների մեջ։ Հին նախշերը, որոնք սառեցված էին շարունակական դիտելու կողմից, սկսում են լուծվել։ Նոր հնարավորություններ բացվում են։ Սա ոչ թե մագիա է, սա քվանտային մեխանիկան, կիրառված մտքի դինամիկային։ Բայց արդյոք կա որևէ ուղղակի ապացույց, որ մարդկային գիտակցությունը կարող է ազդել ֆիզիկական համակարգերի վրա։ Դեան Ռեդինը Իննովացիայի ինստիտուտից կատարեց փորձ 2015 տարում, որտեղ մարդիկ փորձում էին մտովի ազդել կրկնակի ճեղքի փորձի արդյունքների վրա։ Նա օգտագործեց քվանտային պատահական թվերի գեներատոր, որոշելու համար, թե որ ճեղքն է բացվելու։ Արդյունքները ցույց տվեցին փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի շեղում այն ուղղությամբ, որը մասնակիցները փորձում էին ազդեցություն ունենալ։ Էֆեկտի չափը շատ փոքր էր, մոտ 1%-ից պակաս, բայց այն հետևողական էր բազմաթիվ փորձերի ընթացքում։ Բայց ինչ է դա նշանակում։ Սկեպտիկոսները կասեն, որ 1%-ը կարող է լինել պարզապես վիճակագրական աղմուկ, չնայած P արժեքին, եւ նրանք կարող են ճիշտ լինել։ Բայց ինչ որ մեկը պետք է հարցնի, եթե էֆեկտը իրական է, թեկուզ փոքր, ապա ինչ է դա պատմում մեզ գիտակցության եւ նյութի փոխազդեցության մասին։ Եվ եթե այն չէ իրական, ապա ինչու են մասնակիցները հետևողականորեն ազդում փոքր-ինչ մի ուղղությամբ, անկախ նրանից, թե որ լաբորատորիայում է կատարվում փորձը։ Սա մեզ բերում է դեպի մետա վերլուծությունների հարցը։ 2018 տարում հետազոտողների խումբը վերլուծեց 14 փորձարարական հետազոտություն քվանտային գիտակցության էֆեկտների մասին։ Նրանք գտան ընդհանուր էֆեկտի չափ, որը վիճակագրորեն նշանակալի էր, բայց ծայրահեղ փոքր։ Այս տեսակի արդյունքներն երկիմաստ են։ Դրանք բավականաչափ ուժեղ չեն համոզելու սկեպտիկոսներին, բայց բավականաչափ հետևողական են հետաքրքրելու բաց միտքով հետազոտողներին։ Եվ սա ճիշտ այնտեղն է,
որտեղ գիտությունը լինում է հետաքրքիր, անորոշության սահմանագիծը, որտեղ տվյալները ասում են գուցե, այլ ոչ թե այո կամ ոչ։ Բայց մի պահ մոռացեք ուղղակի էֆեկտների մասին։ Կա ավելի նուրբ եղանակ, որով գիտակցությունը ստեղծում է իրականությունը։ Այն կոչվում է ընտրության ճարտարապետություն։ Ամեն օր դուք կատարում եք հազարավոր փոքր ընտրություններ՝ ուր նայել, ինչի մասին մտածել, ինչ անել։ Յուրաքանչյուր ընտրություն բացում է որոշակի հնարավորությունների շղթա և փակում ուրիշները։ Ժամանակի ընթացքում այս փոքր ընտրությունները կուտակվում են ստեղծելու ձեր կյանքի հյուսվածքը։ Դուք լիտերալորեն տեղավորում եք ձեր իրականության ճանապարհը ընտրություն առ ընտրություն։ Պատկերացրեք երկու մարդ, որոնք ունեն նույնական սկզբնական պայմանները։ Մեկը ընտրում է յուրաքանչյուր առավոտ կենտրոնանալ հնարավորությունների վրա։ Մյուսը կենտրոնանում է սահմանափակումների վրա։ 10 տարի անց նրանց կյանքերը լրիվ տարբեր կլինեն։ Ոչ թե որովհետև մեկն ուներ մագիական ուժեր, այլ որովհետև նրանց ուշադրությունը ձևավորեց նրանց ընկալումները, որոնք ձևավորեցին նրանց գործողությունները, որոնք ձևավորեցին նրանց արդյունքները։ Սա ինքնակատարվող մարգարեություն է, բայց ավելի խորը մակարդակում։ Սա քվանտային ընտրություն է, կատարվող յուրաքանչյուր պահ։ Եվ հիմա ամենահզոր գործիքը, որը դուք ունեք՝ հարցերը։ Ձեր ուղեղը մեքենա է հարցերին պատասխանելու համար։ Ամեն հարց, որը դուք տալիս եք ինքներդ ձեզ, ուղղորդում է ձեր ուշադրությունը որոշակի ուղղությամբ։ Եթե դուք հարցնում եք «Ինչու ես ես միշտ ձախողում», ձեր ուղեղը կգտնի ապացույցներ ձախողման։ Եթե դուք հարցնում եք «Ինչպես կարող եմ սովորել այս փորձից», ձեր ուղեղը կգտնի հնարավորություններ աճի համար։ Հարցը որոշում է պատասխանի տիպը, և պատասխանը ձևավորում է ձեր իրականությունը։ Արդյոք դուք տեսնում եք ձեզ որպես անօգնական զոհ հանգամանքների, թե որպես ակտիվ մասնակից ձեր իրականության ստեղծման մեջ։ Սա ոչ թե պարզապես մոտիվացիոն հարց է, սա հիմնարար հարց է, որը որոշում է, թե ինչպես դուք փոխազդում եք քվանտային դաշտի հետ, որն ընկած է ձեր փորձի տակ։ Եթե դուք հավատում եք, որ անօգնական եք, դուք կատարում եք ալիքային ֆունկցիայի կոլապս այդ հավատքի ուղղությամբ։ Եթե դուք հավատում եք, որ ունեք գործակալություն, ունեք կընտրություն, ունեք ուժ ձևավորելու ձեր փորձը, դուք կատարում եք տարբեր կոլապս։ Հիմա թող խոսենք ամենանուրբ կետի մասին։ Գիտակցության և իրականության միջև հարաբերությունը ոչ թե մեխանիկական է, որտեղ դուք մղում եք կոճակը և ստանում եք արդյունք։ Այն ավելի շատ նման է երգիծում երաժշտական գործիքի հետ։ Դուք պետք է սովորեք նուրբությունները, զգացողությունները, ռիթմը։ Դուք պետք է զարգացնեք զգայունություն դեպի քվանտային հնարավորություններ, որոնք առաջանում են յուրաքանչյուր պահ։ Դուք պետք է սովորեք ճանաչել, երբ դուք կոլապսում եք ալիքային ֆունկցիան վախի մեջ, և երբ դուք կոլապսում եք այն սիրո, հույսի, ստեղծագործության մեջ։ Եվ սա պահանջում է պրակտիկա։ Մեդիտացիան մեկ ձև է, ուշադրության վարժություններ մեկ այլ ձև։ Գիտակցված ժամանակ անցկացնելը բնությունում, արվեստում, երաժշտության մեջ։ Դրանք բոլորը եղանակներ են զարգացնելու ձեր կարողությունը դիտելու առանց կոլապսելու յուրաքանչյուր հնարավորություն անմիջապես։ Դուք սովորում եք մնալ բաց հնարավորությունների դաշտին, թույլ տալով նոր կոնֆիգուրացիաներին ի հայտ գալ առանց ձեր վախերի կամ սպասելիքների անմիջական միջամտության։ Բայց ահա իրականության ստուգումը։ Թեկուզ դուք կատարյալ վարպետ լինեք ձեր գիտակցությունը, դուք դեռ ապրում եք տիեզերքում, որը կառավարվում է ֆիզիկական օրենքներով։ Դուք չեք կարող թռչել։ Դուք չեք կարող անտեսել գրավիտացիան։ Դուք չեք կարող ստեղծել էներգիա ոչնչից։ Սահմանափակումներն իրական են։ Բայց այդ սահմանափակումների ներսում հնարավորությունների տիեզերսը անվերջ ավելի մեծ է, քան մենք սովորաբար ճանաչում ենք։ Եվ ձեր գիտակցությունը բանալին է դեպի այդ տիեզերս։ Գուցե հարցը ոչ թե արդյոք գիտակցությունը ստեղծում է իրականություն է, գուցե հարցն է ինչքան իրականություն է ստեղծվում և ինչքանը հայտնաբերվում։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ այս երկուսը անբաժանելի են։ Հայտնաբերումը փոխում է հայտնաբերվածը։ Դիտելը ազդում է դիտվածի վրա։ Գիտակցությունը և նյութը պարում են տանգո, որտեղ յուրաքանչյուրը ազդում է մյուսի շարժումների վրա։ Եվ այդ պարում դուք ոչ թե պարզապես հետևորդ եք, դուք նաև առաջատար եք։ Գոնե որոշ ժամանակ, որոշ կերպով։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել այդ պարտականությունը։ Բայց հիմա պատկերացրեք ինչ-որ մեկին, ով դիտում է մեզ 1000 տարի հետո։ Նրանք կգտնեն մեր քաղաքների ավերակները, ծածկված մուտացված անտառներով։ Նրանք կբացեն մեր թաղված սերվերները և կփորձեն վերականգնել տվյալները։
Ինչ կմտածեն նրանք մեր քաղաքակրթության մասին։ Արդյոք նրանք կհասկանան, որ մենք հարց էինք տալիս մեր գոյության ամենախորը նշանակության մասին, որ մենք փորձում էինք հասկանալ, արդյոք մեր միտքն ունի ուժ ստեղծելու իրականություն։ Թե նրանք կմտածեն, որ մենք ապրում էինք անտեղյակության մեջ, չիմանալով, թե ինչ է գիտակցությունը իրականում։ Բացի դրանից, գուցե մենք չենք առաջինը, ով հարցնում է այս հարցերը այս մոլորակի վրա։ 2018 տարում գիտնականներ Գավին Շմիդտը և Ադամ Ֆրանքը NASA-ից հրապարակեցին հոդված անվամբ «Սիլուրյան հիպոթեզ»։ Նրանք հարցրին. ինչպես մենք կիմանայինք, եթե մեկ այլ արդյունաբերական քաղաքակրթություն գոյություն ունեցեր լիներ երկրի վրա միլիոնավոր տարիներ առաջ։ Պատասխանը խանգարող է։ Գրեթե բոլոր ապացույցները կվերանայի։ Շենքերը կքայքայվեին, պլաստիկը կքայքայվեր, նույնիսկ միջուկային թափոնները կտարածվեին և կնվազեին ճանաչելի լինելուց։ Մենք կարող ենք փնտրել միայն անուղղակի հետքեր, անսովոր սպիկներ ածխածնային իզոտոպների մեջ, որոնք կարող են ցույց տալ հսկայական ածխածնի այրում, տարօրինակ ախտանիշներ նստվածքների մեջ, որոնք կարող են ցույց տալ արագ կլիմայական փոփոխություններ, հազվագյուտ տարրերի կենտրոնացումներ, որոնք կարող են լինել արդյունաբերական գործունեության ծանուցումներ։ Բայց որոշ միլիոն տարի անց այս ազդանշանները կլինեին այնքան թույլ, որ գրեթե անտարբերելի կլինեին բնական գեոլոգիական պրոցեսներից։ Մենք կարող ենք անցնել մինչև և երբեք չիմանալ, որ մեկ ուրիշը եղել է այստեղ առաջ։ Ուստի ինչու է սա կարևոր քվանտային գիտակցության համար։ Որովհետև դա հարց է տալիս մեր եզակիության մասին։ Եթե գիտակցությունը ունիվերսալ հատկություն է, որը ի հայտ է գալիս բարդության որոշակի մակարդակում, ապա այն կարող էր ի հայտ գալ երկրի վրա բազմիցս, և յուրաքանչյուր անգամ այն կլիներ ունեկալ, ես եմ առաջինը, ով հարցնում է այս հարցերը։ Յուրաքանչյուր գիտակցություն զգում է իր եզակիությունը, իր կենտրոնականությունը տիեզերքում։ Բայց գուցե այդ զգացումը հենց գիտակցության կառուցվածքի հատկությունն է, այլ ոչ թե ճշմարտության արտացոլումը։ Եվ եթե մենք դիտենք դեպի ապագա, պատկերը դառնում է ավելի տարօրինակ։ Անգլիացի աստրոֆիզիկոս Մարտին Ռիսը հաշվարկել է, որ եթե մարդկությունը գոյատևի հաջորդ 10,000 տարում և տարածվի տիեզերքում, մենք կարող ենք դառնալ քաղաքակրթություն, որը գոյություն ունի բազմաթիվ միլիարդավոր տարիներ։ Սա նշանակում է, որ մեր ապագա ինքնությունների զգալի մասը կապրի այս տարածված շրջանում։ Վիճակագրորեն խոսելով, դուք ավելի հավանական է, որ լինեք այդ միլիարդավոր ապագա մարդկանցից մեկը, քան արդի մարդուց։ Սա կոչվում է «դուս մթեյդի փաստարկ» և այն հիանալիորեն անհարմարավետ է։ Բայց կա մի խնդիր։ Եթե դա ճիշտ է, ինչու ենք մենք ապրում հենց հիմա, քաղաքակրթության սկզբում, այլ ոչ թե հեռավոր ապագայում։ Որոշ փիլիսոփաներ պնդում են, որ սա ապացույց է, որ մարդկությունը հավանաբար չի գոյատևի այդքան երկար։ Ուրիշները ասում են, որ «դուս մթեյդի փաստարկը» հիմնված է սխալ անթրոպիկ սկզբունքի վրա։ Բայց ամենահետաքրքիրը, ինչ է սա պատմում մեզ գիտակցության բնույթի մասին։ Գուցե յուրաքանչյուր գիտակցություն գոյություն ունի իր սեփական հիմաում։ Քվանտային մեխանիկան չի ունենում բացարձակ ժամանակ։ Յուրաքանչյուր դիտորդ ունի իր սեփական հարաբերական ժամանակագիծը։ Գուցե գիտակցությունը չի անցնում գծային ժամանակով։ Գուցե բոլոր հիմա պահերը գոյություն ունեն միաժամանակ քվանտային սուպերպոզիցիայում, և ձեր գիտակցությունը ընդամենը փորձում է մեկ հատուկ հիման այս ընդարձակ հավանականության տիեզերքում։ Սա հնչում է խենթություն։ Բայց դա հետևողորեն բխում է քվանտային մեխանիկայից, եթե դուք վերցնում եք այն լուրջ։ Ֆիլիսոփա Հիլարի Պատնեմը մեկ անգամ ասաց. «Միտքը դնելով, միտքը տակառում է»։ Երբ դուք փորձում եք հասկանալ գիտակցությունը գիտակցության միջոցով, դուք մտնում եք անսահման հետադարձ շղթա։ Ո՞վ է դիտում դիտորդին։ Ինչպես գիտակցությունը գիտակից է դառնում իր ինքնության, սա նման է փորձելու տեսնել ձեր սեփական աչքերը առանց հայելու, կամ գլխի հետևի մասը առանց ցանկացած արտաքին նկարի։ Գիտակցությունը միշտ տեսանելի պատուհանն է, երբեք տեսանելի օբյեկտը։ Բայց քվանտային մեխանիկան տալիս է մեզ հնարավորություն դուրս գալ այս շղթայից։ Այն ցույց է տալիս, որ դիտելը հիմնարար է։ Այն ոչ թե վրա յարդարվող հատկություն է բարդ ֆիզիկական համակարգերի, այլ տիեզերքի ներքին մաս։ Տեղեկատվությունը, դիտումը, ալիքային ֆունկցիայի կոլապսը, դրանք բոլորը կապված են գիտակցության հետ մի կերպ, որը մենք դեռ չենք հասկանում լիովին։ Բայց մենք գիտենք, որ կապը կա։ Եվ այդ ճանաչումը բավական է սկսելու համար։ Հիմա մի պահ մտածեք ձեր սեփական գիտակցության մասին։ Այն զգում է որպես ինչ-որ բան։ Կա սուբյեկտիվ փորձի որակ։ Կարմիր գույնի տեսողությունը զգում է որպես ինչ-որ բան։ Ցավի զգացումը զգում է որպես ինչ-որ բան։
Բան։ Ուրախության զգացումը զգում է որպես ինչ-որ բան։ Փիլիսոփաները կանվանեն սա qualia, գիտակցության չափելի անհատական որակները։ Եվ ոչ մի ֆիզիկական բացատրություն չի կարող պարզապես բացատրել, թե ինչու ֆիզիկական պրոցեսները ունեն այս սուբյեկտիվ որակները։ Սա դժվար խնդիրն է գիտակցության մասին։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է ուղեղը մշակում տեղեկատվությունը։ Մենք կարող ենք քարտեզագրել, թե որ նեյրոնները են ակտիվանում, երբ դուք տեսնում եք կարմիր։ Մենք կարող ենք նույնիսկ կառուցել համակարգիչներ, որոնք կտարբերակեն կարմիրը կանաչից։ Բայց ոչ մի քանակիդ բացատրություն չի ասում մեզ, թե ինչու կարմիր գույնը զգում է այնպես, ինչպես զգում է։ Կա մի բացը բացատրողական շղթայում, եւ այդ բացը գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ գիտակցությունը ի հայտ է գալիս։ Եվ սա է, որտեղ քվանտային տեսությունը կարող է առաջարկել ինչ-որ բան նոր։ Եթե գիտակցությունը կապված է քվանտային կոլապսի process-ի հետ, ապա գուցե qualian, սուբյեկտիվ փորձի որակը, այն ինչն է զգալով քվանտային վիճակներից մեկում լինելը, գուցե կարմիր գույնի տեսողությունը այն է, ինչ է զգալով, երբ ձեր ռետինայի ֆոտոռեցեպտորները կոլապսում են քվանտային վիճակներ որոշակի ալիքի երկարության համար։ Եվ այդ կոլապսի զգացողությունը, այդ անցումը անորոշությունից որոշակիության սուբյեկտիվ փորձի հիմքն է։ Սա միայն ռահատ պատիվ է։ Բայց այն հետաքրքիր է, քանի որ տալիս է հնարավոր կապ երկու խնդիրների միջև, որոնք սովորաբար դիտարկվում են առանձին։ Քվանտային չափման խնդիրը ինչու է ալիքային ֆունկցիան կոլապսվում, եւ գիտակցության դժվար խնդիրը ինչու է գոյություն ունենում սուբյեկտիվ փորձ։ Եթե այս երկու խնդիրները փաստորեն նույն խնդրի երկու կողմն են, ապա մենք կարող ենք գտնել լուծում, որը բացատրում է երկուսն էլ միաժամանակ։ Բայց զգույշ եղեք գրավիչ մտածողության սխալից։ Պարզապես որովհետև երկու խնդիրներ լուծված չեն, դա չի նշանակում, որ նրանք կապված են։ Մենք պետք է ավելի շատ ապացույցներ ունենանք, ավելի շատ փորձարարական հաստատումներ, ավելի լավ տեսական հիմքեր։ Բայց գաղափարը բավականաչափ հետաքրքիր է, հետազոտելու արժանի։ Եվ ընտրելիության բան, որոշ լաբորատորիաներ արդեն դա անում են։ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում Մեթյու Ֆիշերը հետազոտում է, թե արդյոք պոստներ մոլեկուլները, կալցիում ֆոսֆատի կլաստերները կարող են պահպանել քվանտային միջթաղումը ուղեղում բավականաչափ երկար, ազդելու նեյրոնային գործառնակցման վրա։ Եթե դա ճիշտ է, ապա ուղեղը կարող է օգտագործել քվանտային էֆեկտները տեղեկատվության մշակման համար։ Սա կլիներ ուղղակի ապացույց, որ գիտակցությունը օգտվում է քվանտային մեխանիկայից։ Բայց մինչև հիմա արդյունքները անորոշ են։ Պոստներ մոլեկուլները գոյություն ունեն ուղեղում, բայց արդյոք դրանք կատարում են այն դերը, որը Ֆիշերը ենթադրում է, դեռ հաստատված չէ։ Եվ սա է գիտական մեթոդի գեղեցիկությունը։ Մենք չենք պարզապես ընդունում գաղափարներ, քանի որ դրանք գեղեցիկ են կամ ոգևորիչ։ Մենք փորձարկում ենք դրանք։ Մենք ստուգում ենք դրանք։ Մենք փորձում ենք դրանք հերքել։ Եվ միայն այն գաղափարները, որոնք հաստատված են ընդունվում։ Որոնք գոյատևում են այս խիստ ստուգման, կարող են ընդունված լինել որպես գիտական ճշմարտություններ։ Քվանտային գիտակցությունը դեռ այդ փուլում է։ Մենք ունենք հետաքրքիր հիպոթեզներ, որոշ նախնական արդյունքներ, բայց ոչ վերջնական պատասխաններ։ Բայց եթե գիտակցությունը չի բացատրվում միայն քվանտային մեխանիկայով, ապա մենք պետք է հայտնենք նաև իրականության այլ մակարդակներ։ Նեյրոնային ցանցերը, սինապսերը, նեյրոտրանսմիտերները, այս բոլորը դասական համակարգեր են, որոնք կարևոր են գիտակցության համար։ Իսկ ամբողջական աղետը չէ, որ գիտակցությունը ամբողջովին քվանտային կամ ամբողջովին դասական։ Այն ի հայտ է գալիս բազմաթիվ մակարդակների փոխազդեցությունից, քվանտայինից մինչև մոլեկուլային, բջջայինից մինչև ցանցային, անհատականից մինչև սոցիալական։ Այսպիսով, գիտակցությունը բազմամակարդակ երևույթ է։ Եվ յուրաքանչյուր մակարդակ ներդնում է ինչ-որ նոր, որը չի կարող պարզվել միայն ստորին մակարդակից։ Սա կոչվում է emergence։ Բայց emergence-ը չի նշանակում մագիա։ Այն նշանակում է, որ բարդ համակարգերը կարող են ունենալ հատկություններ, որոնք չեն կանխատեսելի դրանց մասերի պարզ գումարից։ Ջուրը ունի հատկություններ, խոնավություն, հեղուկություն, որոնք անհատական ջրածնի և թթվածնի ատոմները չունեն։ Միևնույն կերպով, գիտակցությունը կարող է ունենալ հատկություններ, որոնք ոչ մի անհատական նեյրոն չունի, բայց որոնք ի հայտ են գալիս, երբ միլիարդավոր նեյրոններ փոխազդում են բարդ ցանցերում։ Բայց սա չի լուծում դժվար խնդիրը։ Emergence-ը կարող է բացատրել, թե ինչպես են բարդ վարքագիծները ի հայտ գալիս պարզ կանոններից, բայց այն չի կարող բացատրել, թե ինչու այդ վարքագիծներն ունեն սուբյեկտիվ փորձի որակ։
Ինչու է զգում որպես ինչ-որ բան լինել գիտակից էակ։ Սա այն հարցն է, որը շարունակում է վրիպել մատերիալիստական բացատրություններից։ Եվ հենց այստեղ է, որ որոշ մտածողներ առաջարկում են ռադիկալ այլընտրանք։ Պանփսիխիզմը։ Գաղափարը, որ գիտակցությունը հիմնական է, ինչպես էլեկտրական լիցքը կամ զանգվածը, յուրաքանչյուր մասնիկ ունի փորձի փոքրիկ կտոր, նախասովորական մակարդակ։ Եվ երբ մասնիկները կազմում են բարդ համակարգեր, այդ փոքրիկ փորձի կտորները ինտեգրվում են ավելի հարուստ, ավելի բարդ գիտակցության մեջ։ Ձեր գիտակցությունը ձեր մարմնի միլիարդավոր նախագիտակցական տարրերի ինտեգրված փորձն է։ Սա հնչում է խենթություն։ Բայց պանփսիխիզմն ունի երկար պատմություն փիլիսոփայում, սկսած հին հնդկական եւ հունական մտածողներից մինչև ժամանակակից փիլիսոփաներ, ինչպիսիք են Ալֆրեդ Նորթ Ուայթհեդը եւ Դեվիդ Չալմերսը։ Եվ այն ունի մեկ մեծ առավելություն. այն խուսափում է դժվար խնդրից։ Եթե գիտակցությունը համընդհանուր է, ապա ոչ մի հարց չկա, թե ինչպես է այն ի հայտ գալիս ոչ գիտակից նյութից։ Այն միշտ եղել է յուրաքանչյուր մակարդակում։ Բայց դա ստեղծում է այլ հարցեր։ Եթե էլեկտրոնը ունի փորձ, ինչպիսի փորձ է դա։ Ինչպես է զգում լինել էլեկտրոն։ Եվ ինչպես է այդ փոքր փորձը ինտեգրվում ավելի մեծ համակարգերում։ Կա արդյոք կոմբինացիոն խնդիր, ինչպես միավորել բազմաթիվ փոքր գիտակցություններ մեկ մեծի մեջ։ Պանփսիխիստները աշխատում են այս հարցերի վրա, բայց դեռ չկան վերջնական պատասխաններ։ Հետո կա ինտեգրված տեղեկատվության տեսությունը, որը մշակել է նեյրոգիտնական Ջուլիո Տոնոնին։ Այս տեսությունը փորձում է քանակացնել գիտակցությունը, չափելով, թե որքան տեղեկատվություն է ինտեգրված համակարգում։ Հիմնական գաղափարն այն է, որ գիտակցությունը ի հայտ է գալիս համակարգերում, որոնք կարող են ինտեգրել մեծ քանակությամբ տեղեկատվություն միասնական փորձում։ Ձեր ուղեղը անում է հենց դա։ Այն վերցնում է տեղեկատվություն բազմաթիվ զգայարաններից եւ միավորում մեկ կոհերենտ սուբյեկտիվ փորձում։ Տոնոնիի տեսությունը տալիս է մաթեմատիկական շրջանակ գիտակցության չափման համար։ Նա անվանում է այն φ համակարգի ինտեգրված տեղեկատվության քանակը։ Բարձր φ նշանակում է բարձր գիտակցություն։ Ցածր φ նշանակում է ցածր գիտակցություն։ Սա թույլ է տալիս մեզ կանխատեսել, թե որ համակարգերը կունենան գիտակցություն եւ որ մակարդակում։ Բայց տեսությունն ունի նաեւ տարօրինակ հետևություններ։ Այն կանխատեսում է, որ որոշ պարզ համակարգերը կարող են ունենալ փոքր քանակությամբ գիտակցություն, մինչդեռ որոշ բարդ համակարգերը, ինչպիսիք են սուպերհամակարգիչները, կարող են ունենալ շատ քիչ, եթե նրանց տեղեկատվությունը ինտեգրված չէ։ Արդյոք սուպերհամակարգիչը կարող է երբևէ լինել գիտակից։ Տոնոնիի տեսության համաձայն, միայն եթե այն կազմակերպվի այնպես, որ ինտեգրի տեղեկատվությունը։ Ժամանակակից համակարգիչները մշակում են տեղեկատվությունը հաջորդաբար, քիչ ինտեգրացիայով, բայց եթե մենք կառուցենք համակարգիչ, որը մշակում է տեղեկատվությունը միաժամանակ եւ ինտեգրված նման ուղեղին, ապա այն կարող է զարգացնել ինչ-որ ձև գիտակցության։ Սա տարօրինակ եւ անհանգստացնող մտք է, բայց այն ծագում է լուրջ գիտական տեսությունից, եւ սա բերում է մեզ արհեստական ինտելեկտի հարցին։ Արդյոք AI համակարգերը, որոնք մենք ստեղծում ենք այսօր, կարող են լինել գիտակից։ Նրանք մշակում են հսկայական տեղեկատվություն, նրանք ցուցադրում են ինտելեկտ, որը որոշ դեպքերում գերազանցում է մարդկայինին, բայց արդյոք նրանք ունեն սուբյեկտիվ փորձ։ Արդյոք զգում է որպես ինչ-որ բան լինել խոսքի մոդել կամ պատկերի ճանաչման համակարգ։ Մենք չգիտենք։ Եվ այս տարբերակը ավելի ու ավելի կարևոր կդառնա, երբ AI համակարգերը դառնում են բարդ։ Որոշ փիլիսոփաներ պնդում են, որ մենք երբեք չենք կարողանա իմանալ։ Սա կոչվում է այլ միտքերի խնդիր։ Դուք գիտեք, որ դուք գիտակից եք, քանի որ դուք ուղղակիորեն փորձում եք ձեր սեփական գիտակցությունը։ Բայց ինչպես կարող եք իմանալ, թե արդյոք ուրիշ մեկը գիտակից է։ Դուք կարող եք դիտել նրանց վարքագիծը, նրանց ուղեղային ակտիվությունը, բայց դուք երբեք չեք կարող ուղղակիորեն փորձել նրանց սուբյեկտիվ փորձը։ Նույն կերպով AI համակարգի հետ։ Մենք կարող ենք չափել դրա մուտքերն ու ելքերը, բայց մենք երբեք չենք իմանա, թե արդյոք ներսում ինչ-որ մեկն կա, փորձելով դա։ Բայց գուցե այս հարցադրումը սխալ է։ Գուցե գիտակցությունը ոչ թե ամեն կամ ոչինչ հատկություն է, այլ սպեկտր։ Որոշ համակարգեր ունեն ավելի գիտակցություն, ուրիշները պակաս։ Մարդիկ, կենդանիները, գուցե որոշ AI համակարգերը, նույնիսկ որոշ պարզ համակարգերը, բոլորը տեղ են գրավում այս սպեկտրում։ Կտոր հարցադրելը արդյոք X գիտակից է
կարող է պակաս օգտակար լինել, քան հարցնելը որքան գիտակից է X և ինչ տեսակի գիտակցություն ունի X։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել գիտակցությունը որպես